Երևանի ամենաթանկ բնակարաններ ունեցող 3 շենքերը կասես։ Հաճախորդներին թվում է, թե իրանք պետք է ասեն, թե ես ինչքան պետք է գնահատեմ։ Սովետի ժամանակ ինտելիգենցիան ամբողջությամբ բնակարաններ է ստացել կենտրոնում։ Նույն շենքում ապրում էին թե կրիմինալ մարդիկ, թե դասախոսներ, թե արվեստի մարդիկ։ Որն է ամենաթանկ կապիտալը։ Մարդու փորձն է կյանքի ամենամեծ կապիտալը, որ մեր կյանքը ամբողջությամբ կառուցված է հենց այդ բևեռներից, հակադրություններից եւ մեծագույն ուժը ծնվում է այդ բևեռների նաեւ հաշտեցումից։ Թե աշխարհում կա արևելքը խաղաղված, իր հունով, այդ ամբողջ իր միջավայրով, պետք է լինի արևմուտքը, որ այդ բալանսը լինի։ Մարդը հարուստային ժամանակ երբ փողից ավելի թանկ բան ունի։ Մշտապես բոլորը շատ լավ գիտեն, թե քեզ ինչա պետք, բացի քեզնից։ Ամենակարևոր բաները կյանքում աչքերով դու չես տեսնի։ Սիրո մեջ ընկնում են, հասկանում ես, չեն բարձրանում։ Ընկերներ ջան, ողջույն։ Մենք այսօր նույնպես ունենք շատ հետաքրքիր պատկաստ, շատ հետաքրքիր մարդու հետ, գործարար, ով գիտելիքի հիման վրա կառուցել է բավական մեծ բիզնես, որից օգտվում են Հայաստանի բանկերի մեծ մասը, եթե ոչ բոլորը։ Մարդ, ով բացի բիզնեսից նաև շատ ակտիվ հետաքրքրվում է էզոտերիկայով, մետաֆիզիկայով, տարբեր մեդիտացիաներով եւ պրակտիկաներով։ Մարդ, ով նաև հաճախ հաղթում է շտոկզեկագդա ինտելեկտուալ խաղում եւ Կլուբ Կապիտալի անդամ Լևոն Կոստանյանը։ Լև ջան, բարով ես եկել։ Եվ մինչև պատկաստը սկսելը ես ցանկանում եմ մեր գործընկերների մասին ասել, քանի որ մեր համար Կլուբ Կապիտալում գործընկերությունը դա շատ կարևոր է ու այս պատկաստի շրջանակներում ես համագործակցում եմ Spin Production-ի հետ, որի հարկի տակ նկարում ենք մեր պատկաստը եւ Sunny City ընկերության հետ, որը արևային պանելների տեղադրմամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկն է Հայաստանում եւ որի հիմնադիրը Հովհաննես Արիստակեսյան նույնպես մեր ակումբի անդամ է եւ Sunny City-ն Հայաստանում տեղադրված արևային պանելների մոտ 20-25%-ը այդ ընկերությունն է տեղադրել, դա բավական մեծ ծավալ է, մեծ մասշտաբ է եւ մեր ակումբի շատ ու շատ գործարարներ նաեւ համագործակցում են Հովհաննեսի հետ Եվ հետևաբար, եթե կունենաք անհրաժեշտություն արևային պանելների, ապա կարող եք դիմել Sunny City ընկերությանը, Հովհաննեսին Արիստակեսյան, եթե ունեք Vizo Production-ի կարիք, ապա կարող եք դիմել Spin Production ընկերությանը, եւ եթե ունեք գնահատման կարիք, ապա կարող եք դիմել մեր ընկերոջը Լևոնին Կոստանյան։ Լև ջան, բարով ես եկել։ Նորից ողջույն Գրիգոր ջան։ Մենք շատ ենք խոսացել այս պոդքասթի քո գալու մասին, որովհետև մենք շատ հարցերում գաղափարակից ենք, շատ հարցեր նույն ձև ենք մտածում ու բացի բիզնեսից իմ կարծիքով բիզնեսը շատ բարդ բան չի, ամեն ինչ այնտեղ պարզ է, բարդը սկսում է այն ժամանակ, երբ քեզ հարցեր ես տալի, որի պատասխանը ակնհայտ չի իրական կյանքում, առօրյա կյանքում։ Եվ այդտեղ արդեն սկսվում է հետազոտությունը մետաֆիզիկայի ու մնացած գիտությունների, որոնք հաճախ մեր հարցերին տալիս են լիարժեք պատասխան։ Այսօր մենք խոսանք նաև դրանից եւ Լյովը երբ որ գալիս է իմ կազմակերպած դասերին միշտ նստում է դիմացը եւ իմ ամենաակտիվ ունկնդիրն է ու մենք ոնց որ ասած կան սպիկերներ ովքեր եւ դերասանները թատրոնի ովքեր սաղ թատրոնը այդ ամբողջ միջոցառումը կառուցում են մի քանի անձի վրա Եվ այդ անձին կեցություններն են ում հետ դու հայացքով ես կոնտակտի մեջ, էներգիայով ես կոնտակտի մեջ եւ Լյովը Բանավիճող առաջին դիրքերում Բանավիճող, այո։ Եվ ուզում եմ ասել նաև, որ մենք ունենք հարցերի հնարավորություն ոչ միայն Լյովի ինձ ես Լյովին, այլև մեր ունկնդիրների կողմից եւ ես հրավիրում եմ նստել մեր երրորդ աթոռին, միանալ մեր քննարկմանը, ձեր հարցերով, ձեր էներգիայով, ձեր ներկայությամբ եւ մեր ոդկասթը ավարտվելու է ոչ թե այսօր, այլ այն օրը, երբ որ մեր վերջին հարց գրողը կստանա իր հարցի պատասխանը։ Հարցերը կարող է գրել եւ ինձ, եւ Լյովին։ Ինձ գրված լավագույն հարցի հեղինակին ես կհրավիրեմ սուրճ խմելու եւ սուրճի ընթացքում կշփվենք ցանկացած թեմայով, որը ձեզ սպայն հետաքրքիր է եւ որում իմ կարծիքը քիչ թե շատ կոմպետենտ է, իսկ Լյովը Ես նույնպես կհրավիրեմ մեր գնահատված, մեր կողմից գնահատված ընկերության լավագույն ռեստորաններից մեկը, ընթրիքի, ու կփորձեմ հիմնավորել, թե ինչու ենք մենք
արժևորել տվյալ ռեստորանը եւ ինչ առավելություններ ունի այսօր այդ ոլորտում հիմնական անշարժ գույքի մասով։ Լավ, ես հիշում եմ մի անգամ մեր ընդհանուր ընկերներից մեկի հետ քաղաքով քայլում էի, քո մասին խոսք գնաց, ասենց ասում էր սա էլա լովա գնահատել, սա էլա գնահատել, սա էլա գնահատել։ Երևանում տենց շենք կա, որ դուք չեք գնահատել կամ գույք կա։ Եթե կոնկրետ այդ շենքը չենք գնահատել, հարող տարածքում մի բան գնահատել ենք կամ վաճառել ենք։ Հա, այսինքն իրականում ծավալները շատ մեծ է, այն գործի, որը լովնա իր թիմն է անում, եւ ինձ հիմա հետաքրքիր է ոնց է սկսել, ոնց ես դու եկել ես կետին եւ Երևանի կարելի ասել գոյություն ունեցող անշարժ գույքերի եւ կոմերցիոն եւ ոչ կոմերցիոն մի հատ շատ մեծ կտորը դա ձեր ընկերության կողմից գնահատված է։ Ես ուզում եմ ասել ոչ միայն Երևանի, քանի որ մենք գնահատում ենք եւ մարզերում եւ նաեւ տարատեսակ օբյեկտներ, որոնք նաեւ անշարժ գույք չեն հանդիսանում, բայց կուզեմ սկսել սկզբից, հա, երբ որ վերադարձա ծառայությունից, հորադիզից, հասկացա, որ պետքա բիզնես անել ու մասնագիտությունը ավելի խորացնել, սակայն քանի որ ավարտել էի ճարտարապետաշինարական համալսարանի անշարժ գույքի էկոնոմիկա բաժինը, ֆակուլտետը, որը այն վաղ կոչվում էր տեխնոլոգիական ֆակուլտետ շինարարության էկոնոմիկա, եւ մեր նեղ մասնագիտացվածությունը դա նախահաշիվ գրող մասնագետ, սմետչիկ էր։ Ու մենք դա ամբողջ ուսումնասիրել ենք սնիպերով, այդ խորհրդային շրջանի նորմերով, որոնք որ այդքան էլ կիրառելի չէին արդեն 2000-ականների սկզբին եւ շուկայում տվյալ ոլորտի մասնագետների մեծ պահանջ այն ժամանակ չկար, որտեղ հիմնական կառուցում էին առանց այդ սնիպերի, առանց շուկայական այդ հիմքերի ու հասկացա, որ պետքա մոտ մասնագիտություն ընտրել, որպեսզի շինարարության անշարժ գույքի հետ որոշակի կապ ունենա, որպեսզի համապատասխան գիտելիքը կարողանամ իրացնել։ Այդ ժամանակ այդ նիշան բաց էր, չէ՞ քիչ թե շատ։ Այո, գնահատողներ կարելի ասել չկային շուկայում, շատ քիչ էին, նոր էր սկսել լիցենզավորումը, մի 2 տարի էր։ Ու ես որոշեցի անցնեմ այդ ուղղությունը եւ սկսեմ նոր մասնագիտության ուսումնասիրություն, նույնիսկ մասնակցել եմ այդ առաջի օրենքի գնահատման մասին օրենքի բոլոր քննարկումներին, ինքս մեծ հետազոտություններ էի անում, երիտասարդ էի եւ փորձում էի ինչ-որ բանով նաեւ օգտակար լինեմ ոլորտի զարգացմանը, ինչը կոչ եմ անում նոր սերնդին, որովհետեւ հիմա ինչ-որ քիչ է էլի այդ ձգտումը, բացի անձնական եկամտից շահից նաեւ ինչ-որ բան ոլորտի համար փոխել, ստեղծել կամ դաշտը կանոնակարգել, որպեսզի ավելի հաջող լինի այն ջուրը, որի մեջ լողում ես, ավելի մաքուր լինի։ Այո։ Ու 2000-ականներին ես որոշեցի, որ կզբաղվեմ անշարժ գույքի գնահատմամբ, որակավորվեցինք ու արդեն 20 տարուց ավելի է այս ոլորտում մենք ներգրաված ենք։ Քանի բանկի հետ եք աշխատում լավ։ Ցենց 6-7 բանկ ենք սպասարկում այսօր, որոնցից են Evoca բանկը, Ameria, Ineco, Agba բանկը եւ մի շարք բանկեր, որոնք մեր արդեն տասնյակ տարիների գործընկերներն են։ Այսինքն այդ բանկերում եթե մեկը ուզում է գրավով վարկ ստանա, այդ գրավի առարկան դուք գնահատում եք։ Ոչ միայն մենք, կան կազմակերպություններ, մի քանի, որոնց որ բանկը ուղղորդում է գնահատում։ Հա, բանկի հետ մի քանի կազմակերպություն աշխատում։ Այո, մեկ կազմակերպություն չի։ Բայց ես չեմ ուզում խոսեմ զուտ բանկային գրավի գնահատման մասին, ուզեմ ընդհանրական իմ ոլորտի այն ուղղությունները, որտեղ դա բոլորին ծանոթ է այդ գրավի գնահատման գործընթացը, վարկավորման, բայց այստեղ կան եւս շատ հետաքրքիր գնահատման ոլորտի հետ կապված յուրահատկություններ, որ կուզեի դրա մասին խոսել, որը այդ փուլում 2000-ականների ինձ այդքան բարդ չէր թվում, ինձ թվում էր պետքա քո մասնագիտությունը խոր ուսումնասիրես ու բնականաբար մեծ պահանջարկ ունենաս շուկայում, եթե ունենաս համապատասխան որակ եւ գիտելիքներ։ Նույնիսկ մենք ես անձամբ ստացա Եվրոպայի որակավորում գնահատողի տեգովա եւ նաեւ հանդիսանում եմ տարբեր միջազգային միությունների անդամ, գործող գնահատող միությունների եւ 2000-ականին որ սկսում էի, չէի հասկանում, որ կան շուկայում բարդույթներ, որոնք որ ավելի
ուղղակիորեն են ազդելու ծառայությունների մատուցմանը, քան քո մասնագիտական որակը։ Մասնավորապես հայկական իրականության մեջ պարզվեց, որ հաճախորդներին թվում է, թե իրանք պետք է ասեն, թե ես ինչքան պետք է գնահատեմ, ու նույնիսկ որ նոր ենք սկսել մեր ծառայությունների մատուցումը, որոշ հաճախորդներ գալիս են ասում են ինչի դու պետք է ասես ինչքան արժի իմը։ Ես քեզ եկել եմ, ասում եմ այսքան գրի գնամ։ Միջև փորձում ենք բացատրել, որ այդ մեր ծառայության դուք վճարում եք իմ ուսումնասիրության, իմ վերլուծությունների, իմ եզրակացության համար, դուք չի որ պետք է ինձ ուղղորդեք արժեքի մասով, նույնիսկ չի էլ թույլատրվում։ Սկզբնական փուլում, երբ որ օրենք չկար, դա տարածված երևույթ էր, որովհետև շուկայում ասում էին, դե մենք ասում ենք, մեզ այսքան է պետք, գրի գնանք։ Ու այդ պայքարը մեր, այդ կայացումը որպես անկախ մասնագետի շատ դժվար փուլեր անցավ, որտեղ արդյոք ոչ բոլորն էին շուկայում այդ սկզբունքները պահպանում, փորձում էին ամեն կերպ դիմորդների, հաճախորդների, պատվերների, ճնշումների տակ անել այդ գործառույթները ու մենք հասկացանք, որ ընտրել ենք մի մասնագիտություն, որտեղ որ վաճառելու ենք մեր խոսքի արժեքը, մեր ինտելեկտուալ պրոդուկտը եւ դա պետք է լինի բացառապես մաքուր սկզբունքային ազնիվ պրոդուկտ։ Լավ ջան, հիմա Հայաստանի Երևանի ամենաթանկ բնակարաններ ունեցող 3 շենքերը կասես։ Շատ հետաքրքիր հարց է տալի։ Շենքերը, եթե ասեմ, դե բնական է, դա պետք է ասեմ, եթե թանկությունից է կենտրոնի շենքերը, բայց օրինակ կնշեմ ոչ կենտրոնում հետաքրքիր պրոյեկտներից, մեկը կնշեմ Ամանուն, ճիշտ է, իմ ընկերոջ պրոյեկտն է, որը որ ես բանեմ, բայց ես չեմ կարող, որպես անկախ մասնագետ եմ գնահատող նշում, որը իրոք բավականին թանկ է, բայց արդարացված թանկ ու ես տեսել եմ ամբողջ process-ը իր կողմից կատարված կառուցապատման, գրագիտության, ձախողումների ու հաջողության։ Հիմա էլ երկրորդն է, չէ՞, Սարինն է կառուցվում, որը Սարին պրոյեկտն է, հա, ինձ շատ է դուր գալիս։ Կան նաև հյուսիսային պողոտային հարող որակական առումով բարձր շենքեր, հասցեներով չեմ կարող մտաբերել, այդ Պուշկինի վրա մի շենք կա, որը բավականին, եթե գնի մասով է թանկ է։ Իսկ Կասկադը։ Դե Կասկադը հենց առաջի գոտին է Երևան քաղաքի, բայց արդեն այնտեղ նորակառույցների մասով չի, դա երկրորդային հիմնական շուկան է, որը այո, հանդիսանում է պրեմիում դասի մեր առաջարկը շուկայի բնակելի մասով եմ նշում դա, որտեղ որ այո, տեղակայումով եւ դիրքերով եւ ենթակառուցվածքով ամենաթանկ գույքն է։ Մի հարց էլի այս մասով, նայ, սովետի ժամանակ ինտելիգենցիան ամբողջությամբ բնակարաններ է ստացել կենտրոնում եւ ես կարծում եմ որ դա շատ կարեւոր է եղել որովհետեւ այդ կենտրոնում բացի կենտրոն լինելուց նաեւ կա որոշակի էներգիա աուրա հենց ինտելիգենցիայի այսինքն նա ասում է շենքը դասախոսների շենքը սա բժիշկների շենքը սա այսինչ պրոֆեսորի տունն է եղել ու կենտրոնը Բաղրամյան փողոցի այդ սեփական տները հա հետաքրքիր sense համու հոտ կա մի հատ կոլորիտ կա նայեք այո այսօր հենց ես գնահատում որն էլ արժեքի վրա ազդում է, չէ՞։ Ոչ թե արժեքի վրա, որպես կենտրոնի բնակիչ, կենտրոնում մեծացած մարդ, Թումանյան, Սայատնովա, հա, հայրս էլ վաստակավոր արտիստ է, մենք էլ ենք ունեցել, ստացել ենք բնակարան ամենակենտրոնական հատվածում, Սայատնովայում, մինչ օրս էլ ծնողներս այնտեղ են ապրում, Թումանյան փողոցում այդ։ Բայց ես այսօր իմ գնահատողներին մասնագետ, նաև ուղղություն եմ տալիս ու իմ համար անշարժ գույքը դա շնչող գույք է, շնչող ակտիվ է, որը ունի բոլոր նա օժտված է բոլոր կարելի ասել նույնիսկ գիտություններ կա ֆենշուի, հնդկական տարբեր տեսությունների շնորհիվ, որ կան գործոններ, որ ուղակի ձևավորում են անշարժ գույքի շունչը, պոտենցիալը, հոգին, էներգիան, այո։ Եվ էներգիան։ Այո, կան մասնագետներ, որոնք որ ուսումնասիրում են նաև այդ անշարժ գույքի իրական էներգիան, պոտենցիալը, թե բիզնեսի մասով, թե բնակվելու ու Հայաստանում դեռ այդքան տարածված չի, բայց իմ գործընկերները արտերկրի
եթե օբյեկտը ինչ որ վերլուծություն, դիզայն կամ օգտագործում պետք է իրականացնեն, ամենակարևոր գործառույթներից մեկը հասկանալ ոչ նյութական օբյեկտի Կոմպոնենտը։ կոմպոնենտը։ Այո։ Եվ այս տեսանկյունից այո, կենտրոնը առաջվա ուներ այդ կոմպոնենտը, Ինտելիգենցիայի շունչը։ հա, ու ոնց ասում է այդ հայտնի երգում, Երևանը շենք չէ, Երևանը մենք ենք, ու կար Երևանը մենք ենք այդ գաղափարը, որ ամեն բնակվող թաղամասում իր էներգիան փոխանցում էր ու Իդեպ Երևանում ամենահին շենքը ո՞րն է։ ամենահին շենքերից Որը ունի, օրինակ, չգիտեմ, 80 հա, տարվա, 100 հետաքրքիր է, տարվա ես չեմ կան։ Կան շենքեր նույնիսկ մինչև 200 տարվա պատմություն Հա։ ունեն, դա Հանրապետության փողոցի մի քանի շենքեր կան եւ պահպանված կան Արամի Բյուզանդի փողոցում։ Հստակ չեմ կարող ասել ամենահները, Հետաքրքիր է, կարելի է բայց նայել։ հա 1700-1600 թվի շենքեր կան Երևանում, հա 1700-1000 բան։ Դե հիմնական Իդեպ եթե դուք սեգմենտը գիտեք, սիրելի հանդիսատես, ձեր Հա։ տարբերակներն ասեք, Հա։ որն է Երևան քաղաքի ամենահին շենքը, այո, որը եկեղեցի չէ։ Մենք գիտենք, որ հնությամբ առանձնանում են հենց Բնական։ եկեղեցիները, բայց բնակելի շենք, որը ունի օրինակ 120 տարվա պատմություն։ Ես այս թեման կուզեմ ավարտենք ու այդ կենտրոնի մասով, քանի որ այդ բացի որպես մասնագետ անշարժույթի պետք է նշեմ, որ այդ կենտրոնի միջավայրը, այդ կենտրոնում բնակվելու առավելությունները առաջնահերթ այդ տեխնիկական տվյալները չէր այդ շենքերի, այլ այն բնակիչներն էին, որ դու առավոտյան դուրս էիր գալի, դասի էիր գնում, 2-3 հարևան հանդիպում էիր, դա հանդիպում չէր, դա արդեն իսկ Արարողություն։ զրույց էր, ուսում էր, ասենք նույն շենքում ապրում էին թե կրիմինալ մարդիկ, թե դասախոսներ, թե արվեստի մարդիկ, բայց երբեք դու չէիր տեսնի, որ կարողա կուլտուրայի խնդիր լինի կամ կրիմինալը ինչ որ վիրավորի ինտելիգենտին կամ մի վատ խոսք լսես նրա բերանից։ Կար բակային այդ կուլտուրան, այդ նարդին, Կրիմինալներն իր ինտելիգենցիան ուներ, էլի։ Այո, Չէ։ գեղեցիկ ինտելիգենցիա էր ու ընդհանրապես, հա, այդ միջավայրը շատ բնականon էր ու աուրան այլ էր։ Հիմա ես ոնց տեսնում եմ կենտրոնում մեկ Փոխվել է, իհարկե փոխվել է փոխվել է։ ու չեմ կարծում, որ ասենք Դեպի լավ սխալ կողմը էր, հա, փոխվել։ սխալ է, որ էլիտա ասվածը դա Համաձայն։ ֆինանսականով պետքա չորոշվի, դա Այո։ պետքա որոշվի հենց մշակութային արժեքի, Պատմական, ինտելեկտուալ, պատմական այո։ մարդկանց, որոնք որ կձևավորեն Համաձայն։ նաև այդ միջավայրը կենտրոնում ու նաև բարձր արժեք այդ Այդ թաղամասի։ դեպքում Երևանի ամենակոլորիտային շենքը ո՞րն է քո կարծիքով։ Եթե բնակելի շենքի մասին ենք խոսում, օրինակ ինձ շատ դուր է գալիս կոլորիտային շենք որպես Ամիրյան փողոցում հիմա օգտագործում չունի այդ շենքը, հա, ես ինչ գիտեմ որ ոնց է։ ասում են արտերկրից է ու գնել է ու չի Առաջ օգտագործում։ զորամասա եղել, չէ՞ ոնց որ։ Չգիտեմ, բայց շատ հետաքրքիր ինքը մեղմ ճարտարապետությամբ շենք է, այդ Զաքյան ու Ամիրյան փողոցի խաչմերուկում։ Մի քանի մետր են կողմ։ Հա, մի քանի մետր ինձ շատ է դուր գալի այդ շենքը ու օգտագործում է չունի։ Դե Ֆանտաստիկ բնական է, հա։ Մենք իրան գիտես որտեղից ենք տեսել, հիշում ես 14-րդ հարկ հյուրանոցում որ միջոցառումներ Հա, են հա, կա։ հենց դիմացն է Այդ գնում։ բակից շենքը։ Հա, շատ հետաքրքիր ճարտարապետությունը, ճիշտ ասած պատմությունը, չգիտեմ, երկու անգամ Զորամասա է եղել 1800-ականներին, եթե չեմ սխալվում, բայց կարելի է, էլի, եթե ունեք ինֆորմացիա, Դե կիսվեք։ Հանրապետության փողոցում էլ հետաքրքիր շենքեր կան, այդ Տիգրան Մեծին հարող, որը շատ գեղեցիկ ճարտարապետություն է։ Մի մասը մեր ճարտարապետական կոթողների Արամի փողոց եւ Բյուզանդի փողոց, որը հիմա ներգրաված են Հին Երևան պրոյեկտի շրջանակներում եւ պետքա վերականգնվեն, դե հենց այդ բուն փոքր կենտրոնի այդ գեղեցիկ ճարտարապետությունը, որ ես նաև հանդիպել եմ Ղարսում, երևի թե այդ կուլտուրան շատ տարածված է եղել ճարտարապետական արևմտյան Հայաստանում, որտեղ շատ նման է, դե բնականա պետք է նշեմ նաև այն մեր մշակութային ճարտարապետական ամբողջ պահպանված Գյումրի այդ մշակույթը, որը որ մինչ օրս նույնիսկ կառուցվում է, ես Գյումրիում նորակառույց տներ եմ տեսնում, որ հին
տներին չի զիջում թե գեղեցկությամբ, թե Այո։ էսթետիկայով։ Լավ, իդեպ մի բան պատմեմ, այս վերջում մենք Իտալիայում էինք ու մի հյուրանոց էինք գնացել, որը 1400-ականներին էր կառուցվել հայտնի վիսկոնցիների ընտանիքի կողմից ու ինչն էր հետաքրքիր, որ հյուրանոցում մի քանի օր մնացինք, երեկոյան արդեն որ մութը ընկնում էր, բացի այդ կոլորիտից որոշակի վախի զգացողություն ունեի, զգացողություն կար, որ այդ մարդիկ ովքեր ապրել են, դե քանի սերունդ է ապրել, դեռ պատկերացնում ես 1400 թվականից մինչև հիմա, ինձ թվում էր նաև ուրվականներ կան այդ տարածքում։ Ու կա նաև այսպիսի կարծիք, որ ոչ բոլոր դեպքերում է մահացածի հոգին հեռանում այդ տարածքից, որտեղ ինքը ապրել է։ Երբեմն մարդը այնքան է կպած այդ շենքին, այդ տանը, ինչ որ կապով, հիշողությունները, որ հոգու մի մասը մնում է էներգիայի ձևով այդ տարածքում։ Եթե չեմ սխալվում, Գյումրիում մի հյուրանոց կա, անունը չեմ հիշում, Կարս է ոնց որ կոչվում, թե Վիլլա Կարս։ Դա իտալացի հենց մի պաշտոնյա, որը նախկինում ստեղ է դեսպան եղել Թևան, վերցրել է առանձնատունը շատ հետաքրքիր, եթե չեմ սխալում 1700-ականների անկյունային շատ հետաքրքիր ներքին բակով առանձնատուն է, վերակառուցել է հյուրանոցի ու անպայման հենց կենտրոնում է Գյումրի եկեղեցու հարող տարածքում, եթե լինես Գյումրիում անպայման պետքա գնաս, ինքը նույնիսկ ներքին ամբողջ ինտերիերը գույքի պարագաները, էլեմենտները գնել է բնակիչներից հին Գյումրին ու ամեն մի սենյակ անվանում ունի, օրինակ Գուրջիև, Ազնավուր, տարբեր տարածք ապրիկոտ հյուրանոցն է, թե չէ, կոչվում է Վիլլա Կարս։ Հա։ Ու Երևանում է կա կենտրոնում Արամ Բյուզանտ այդ հարող տարածքում ունեն ստեղ մասնաճյուղ, էլի այդտեղ չեմ եղել, բայց երևի թե էլի նույն կոնցեպտը ստեղ կիրառել են, նորից եմ ասում, անշարժ գույքի մեջ, այո, ամենակարևորը այդ ոչ նյութական ակտիվն է, որը ներառում է եւ պատմությունը, ասում եք անշարժ գույքը, ես մեկ-մեկ այդ Ամանուի մեր հեղինակ Ավետիս Խախանյանին շատ հաճախ ասում եմ, գնես Ավետիսի հետ կապված մի բան ասեմ, առաջի անգամ, երբ որ ես սկսեցի պոդքասթներ նկարել, երբ որ դեռ չգիտեինք դաժե պոդքասթ անունը, չկար այդ անունը, դա 2016 թվականն էր, առաջինը նկարել եմ Ավետիսի հետ Էլգարդենում, մինչև հիմա YouTube-ում կա, եւ ես պլանավորում եմ նաեւ Ավետիսին հրավիրել նաեւ մեր այս պոդքասթին, քանի որ իր նման գործարար, ով կարողանում է պատկերացնել ապագան ու դա իրագործել, ֆանտաստիկ է։ Հա, բայց ես նաև ասում եմ, այն ճարտարապետությունը, այն ճարտարապետական կոթողը, ինչ որ այսօր նա ունի ու այսօր արդեն իրողությունը արդեն բնակեցված է, իմիջիայլոց արդեն բնակեցված է առաջի շենքը, Ամանուի, հա, եղել ենք։ Հա։ Դա արդեն մեր սերունդներին փոխանցվելու է, որտեղ որպես մի ուրույն ճարտարապետական կոթող, հա, ու բնականաբար Ավետիսի անունը մնալու է պատմության մեջ։ Եթե սերունդները գնահատեն այդ գեղեցկությունը կամ կարողա իմ ու քո համար դա հետաքրքիր տարածք է, բայց չգիտեմ, տեխնոլոգիաները այսօր ավելի արագ զարգանան ու վաղը ասեն դե անճաշակ, բայց ըստ մեզ ինձ թվում է շատ հետաքրքիր համեմատության մեջ եմ ասում։ Շատ լավ չէ։ Դե ես ուզում եմ բիզնեսից մի քիչ գանք դեպի ավելի հետաքրքիր թեմաների։ Ես գիտեմ դու նախ շատ ակտիվ սպորտով ես զբաղվում, մենք անդադ երբ որ հանդիպում ենք իրար ոնց որ ասում ենք նիհարել ես, չաղացել ես, մարզավիճակում չես։ Կուզենամ նախ մի քիչ դրանից խոսած, քո կյանքի լայֆսթայլի մեջ ինչ դեր ունի вообще սպորտով զբաղվելը։ Հա, Գրիգոր ջան, ինչպես ասեցի քեզ, դե դու գիտես, հորս ճանաչում ես, հայրս արվեստագետ է, բայց ողջ կյանք ինքը զբաղվել է արևելյան տարբեր սպորտաձևերով, յոգայով, ուսումնասիրել է մարդու ֆիզիկական առողջության հետ երևի թե բոլոր ճյուղերը ու ես մանկուց տեսնում էի, թե ինչ հնարքներ նախ ինքը Մնջախաղի թատրոնում էր, որը մարմնի արվեստ է, ու ես փոքրուց կողքս տեսնում էի թե այդ գրականությունը, թե ամբողջ այն պատրաստվածությունը, որ հայրս ուներ, ու դե բնական է այդ տարիքում լուրջ չես ընկալում, նույնիսկ չես հասկանում ինչի այդքան ժամանակ վատնել
ֆիզիկական առողջության վրա, դե բնական է այդ տարիքում չես է գիտակցում ինչքան է փոխկապակցված մարմինը, հոգին ու միտքը, հա, ինչ որ էզոտերիկ տարբեր գիտություններում ասում են կա 3 շերտ, հա, որը քո действиան է, այսինքն անելունը, հա, որը փոխկապակցված է քո մտքի հետ, հա, ու նաև կա երրորդ վիճակը, որը որ դրանց երրորդ свидетельն է, հա, այսինքն եթե դու կարողանաս սկսում է ամեն ինչը ֆիզիկականից, հասկանում ես, ֆիզիկականը եթե առողջ չեղավ, թե քո մտքերը, թե քո էությունը, թե քո հոգին չեն կարող, այն ռուս ասում է «Здоровым теле, здоровый дух»։ Ու այդ տարիքից հայրս ինձ մեր հենց Թումանյանի Խանջանի վրա դիմացը կար սկիֆ բասեին։ Հիմա չկա, չնայած հիմա այդ սպորտային բանն է, ակումբն է այդ Խանջանի, որը կոչվում է մուլտի սպորտային այդ կենտրոն, այդտեղ սկիֆ լողավազանն էր եւ արող տարածքում թենիսի կորտեր էին։ Հայրս փոքրուց 7-6 տարեկանից ինձ տարավ այդտեղ լողի։ Ու ես հասկացա ոչ թե իմ համար սպորտը դա բացի այդ ամենօրյա ռեժիմի, դիսցիպլինայի կետ է, այլ սպորտը տղամարդու համար նաև դաստիարակելու քեզ, քո ռեժիմը ու հետո արդեն մեծ տարիքում որ ես հասկացա որ նաև ամեն տղամարդ, ամեն մարդ պետք է սպորտը դիտարկի որովհետև մեդիտատիվ վիճակ, որ ամենօրյա իր էգոից դուրս գա, իր ստեղծած կաղապարից, որը ամեն մեկս մենք ունենք ու շատ դժվար է դու դուրս գաս Գրիգորի այդ կերպարից, շատ դժվար է, որովհետև ես Լևոնն եմ Կոստանյան, դու Գրիգորն ես Առաքելյան, բայց էդ էլ է շատ հարաբերական, հասկանում ես, որովհետև սա ամբողջը քեզ տրված է կողքից, հասկանում ես, այդտեղ խորանում ես, դու այդ անունը չես ընտրել, դու չգիտեմ, ազգանունը չես ընտրել, հա, նույնիսկ ազգությունը չես ընտրել, հասկանում ես, դա ամբողջը տրված է հասարակության կողմից եւ սպորտը այն վիճակի մեջ է գցում, որ մի հատ գաս քեզ, ասում ես, ու իմ համար, այո, այլ կերպ չկա, ես միշտ ասում եմ, սպորտաձևը երբեք կարևոր չի եղել իմ համար, այն սպորտի մեջ, որ ես կարողանում եմ մի պահ, ինչպես շատ դժվար է ստացվում դա, օրինակ ես որ գնում եմ լողի, մոտավոր մի պարապմունքի ընթացքում մոտ 3 կիլոմետր լողում եմ, բայց առաջի 1 ու 2 կիլոմետրը դա լող չի, դա հələ օրգանիզմը, մարմինդ չի կարող հրաժարվի այն քո քանի ժամ ես լողանում 3 կիլոմետր 2.5 ժամ, 2 ժամ, հա, նայած ըստ օրվա ինջարոց հիմա փորձում եմ ինձ չվառել, կամֆորտ է 2 ժամ լողալը, ինձ թվում է մի քիչ շատ է 2 ժամ լողալը, հա, չէ, կամֆորտը նախ ասեմ, ես մոտ 40 րոպե նախնական պարապմունքներ եմ անում, լողավազանի կողքը, 3 ժամ մնում ես ջիմում, չէ, այդ 2.5 ժամի մեջ, հա, այդ ուրիշ, լավ, այդ ուրիշ, 45 րոպե, որտեղ միջև մտնելը ջուր, պետքա մարմինը ինչ որ մի վիճակի բերես, մեդիտացիաներ, ու բան հենց լողավազանի կողքը, նոր մտնում եմ, ընդ նույնիսկ տարօրինակ Հայաստան եմ տեղ, որտեղ ես միշտ 40 րոպե դες կանգնած լողավազանի կողքը մի քիչ տրեյնինգներ եմ անում ու այնտեղ տրեյներներ կան հենց լողի այն օրը մի հատ հումոր կա ռուսերեն ասեմ երևի թե մեր դիտորդները ասում է если умеешь сам можешь научить то ты тренер ասում է если не умеешь сам можешь научить то ты профессор Асума, если не знаешь как, не умеешь сам и не можешь научить, значит ты президент. Потому что ты можешь заставить, чтобы они сделали все так, как надо. Այդպես բանը տրեյներներին պատմում եմ մեկ-մեկ ասում եմ ես դուք այս փուլում լողի պետքա տիրապետեք 3-ին։ Շաբաթը քանի օր ես գնում։ Շաբաթը փորձում եմ 6 օր գնալ, հա 6 օր ու տենց համատեղ մի օր ասենք գնում եմ լողի, մի օր տենց այլ վերևը ունենք տենց
ծանր տրինաժոր, հենց գնում եմ ընդ փորձում եմ տարբեր Շատ լավ։ բաներ, Դե հա։ գանք մարմինը կարևոր է, սպորտը կարևոր է, ինքը բիզնեսի հետ բալանս է ստեղծում։ Ես ինքս էլ փորձում շաբաթը 5-ից 6 օր մարզվել։ Հա, բայց ինձ չկա տենց մի մարզաձև, որը ամբողջությամբ իմ պահանջները բավարարի։ Դրա համար ես 3 մարզաձև կամ 4 մարզաձև միքս եմ անում։ Ես քայլնել եմ նայում որպես առանձին մարզաձև, հենց սպորտային քայլքը, հիմա արդեն ձմեռ է, հիմա թողել եմ, գարնանը կվերսկսեմ, երեկվան 1 ժամ քայլել է, արագ տեմպով, սպորտային քայլքով, կարծում եմ լավագույն մարզաձևերից է։ Սպորտը ինքը ձևավորում է մեր ամենաթանկ կապիտալը, որը այս պահի դրությամբ, ես սենց ասեմ, դա առողջությունն է, բայց երիտասարդություն եւ առողջություն հետ կապն է, որովհետեւ մենք կարանք շատ երկար մեր երիտասարդությունը երկարացնենք ճիշտ ապրելով։ Իդեպ ես ասեմ, այդտեղ նաև շատ կարևոր վարժություն, ասեմ թե պրակտիկա, դա սառը եւ տաք ցնցուղներն է, որը ես այս պարտադիր է դա անելը, ինքը անոթները պահում է միշտ տոնուսի մեջ, իսկ անոթները դա երիտասարդության կարևոր բաղադրիչներից է։ Հարցս ուզում եմ այսպես ձևակերպեմ, քո կարծիքով ո՞րն է ամենաթանկ կապիտալը։ Իմ համար ես նշեցի, որպես գնահատող ասա, մարդիկ կան, որ ունեն անշարժ գույքեր, մեքենաներ, բիզնեսներ, ըստ քեզ ո՞րն է ամենաթանկ կապիտալը։ Այո, մի քիչ ստանդարտ չպատասխանեմ այդ հարցին, որպես գնահատող պատասխանեմ, քանի որ գնահատողի գործառույթը որոշել հենց արժեքը, թանկությունը։ Եթե խոսեմ պարզ նյութական ակտիվներից, դա ստանդարտ կլինի, որ ասեմ, որ մարդու կյանքում նյութական ակտիվներից ամենաթանկ կապիտալը դա անշարժ գույքն է իմ համար ըստիս, որովհետև ամեն դեպքում մեր իրականության մեջ մի քիչ ռիսկային են դեռ չնայած նոր ակտիվներ կան, որ չափազանց տարածված են բան, բայց միշտ հայի համար եղել է տուն, օբյեկտ, եկամուտ ու նույնիսկ մինչ այսօր ցանկացած մարդ ձգտում է գոնե ծերության օրոք մի երկու անշարժ գույք ունենա, որ կամ վաճառի կամ եկամուտ բերելու։ Բայց եթե մի քիչ խորը ոչ նյութական մտածենք, որը իրոք կապիտալ ինչ կարող ենք անվանել, այո, դե բնականաբար դա անձի գիտելիքն է, այն առողջությունն է, որը դու էլի ինտելեկտի հետ կապված է, հա, որտեվ սենց ասացված կա, ասում է ինտելիգենտնի լյուդի счастливы в старости։ Այսինքն քո առողջությունն էլ է ինտելեկտի հետ կապված։ Ինչպես հիմա այս նոր տեխնոլոգիաները հենա, այս ձեռքիս կապել եմ, ինչպես ավոյ ձեռքին տեսա, կապեցի, այդպես լուրջ չէ ընդունում, բայց շատ հրաշք սարք է, ինքը ամբողջությամբ վերլուծում է, եթե դու սպորտով ես զբաղվում, քեզ շատ անհրաժեշտ է, ինքը վերլուծում է քո ամբողջ էներգիան, որ դու կարաս ծախսես այդ օրը սպորտի վրա, քեզ ամեն առավոտյան քնից ելնելով ու քո վերականգնումից ելնելով, ասում է, որ դու այսօր 10 բալ կարող ես զբաղվել սպորտով ու ինքը քեզ հաշվարկում է, ճիշտ է, մի քիչ տարօրինակ է, ոնց որ վերահսկողությունը լինի ու ընենց մակարդակի սարք է, որ նույնիսկ դու լողում ես, ինքը չգիտեմ ոնց, ասենք մեջը մի 200 տեսակ ակտիվություն կա, բայց ինքը նույնիսկ հասկանում է դու ինչ տրինաժորի վրա ինչ վարժություն ես անում։ Ես ուղղակի ապշում եմ, բայց ավարտեմ քո հարցի պատասխանը։ Ասա, ես այս մասով ասելիք ունեմ։ Ես ես ընդամենը 2 ամիս է ձեռքիս վրա է, մեկու մեջ մի երկու բաժակ ալկոհոլ օգտագործում եմ, բայց այն ցուցանիշը, որ տալիս է ինքը ալկոհոլից հետո, նույնիսկ պետքա գրանցես, ես ասում եմ, դե խափեմ հայավարի մեջը չգրեմ այդ հավելվածի, որ այսօր խմել եմ 2-3 բաժակ, օրինակ 3 բաժակ կոնյակ ենք խմել, հանդիպման էի։ Առավոտյան դու տեսնում ես բոլոր ցուցանիշները, տասնյակ ցուցանիշներ են կտալի, ոնց է իջել ու դու այսօր չես կարա այն սպորտ անես, ինչ որ երեք։ Լավ, իսկ ինչ որ կապիտալից, այո, իմ համար ինտելեկտն է մարդու շատ թանկ կապիտալ, իսկ եթե ավելի խորը խոսենք, իմ համար մարդու փորձն է կյանքի ամենամեծ կապիտալը, որը որ ոչ ինտելեկտն էլ այսօր արհեստական կարելի է արագ ձեռք բերել, կապել թևիդ, հասկանում ես, ու ցանկացած հարցի, ցանկացած լուծման, այսօր դե ունենք, ես էլ կամաց որոշ հարցեր
վստահում եմ արհեստական այդ բանականությանը, բայց նա փորձ չի տալու։ Եթե վաղը նույնիսկ հիմա ես արդեն կիրառելով դա գնահատումներ են անում մարդիկ, բայց դա չի կարող շենքի ոչ նյութական ակտիվը այն գնահատման փորձը, որ ես ունեմ տասնյակ օբյեկտներ օրական վերլուծելով, հասկանալով, նույնիսկ Երևանի նույն փողոցում, նույն մայթի վրա դու չես կարող 4 առևտրային նույն պոտենցիալով օբյեկտ գտնել, որովհետև ամեն մեկը իր շունչ ունի, իր պատմություն ունի, իր ամբողջ ոչ նյութական այդ ակտիվը ունի, լավ։ Համաձայն եմ։ Ես այս մասով իմ կարծիքն եմ ուզում ասեմ։ Ես ինչ ուսումնասիրել ես, հա, դու չէիր կարող այդ չանել։ Այո։ Շատ ընկերներ ունեմ, ովքեր էլեկտրոնոման կրում են ու միշտ տենց պատմում են։ Ես սպորտով եմ զբաղվում 6 տարեկանից, մի քիչ նույնիսկ 6-ից լրացած չի եղել, որ գնացել եմ սպորտի, ու զբաղվել եմ հենց միանգամից արևելյան մարտարվեստով։ Եվ այն ժամանակվանից սկսած մեր օրգանիզմի վերականգնման շնչառական վարժությունները, հոգնածության եւ հանգստի ֆազաները այնքան այն ժամանակ լավ է դրված եղել, որ իմ համար սա կշեղի իմ ներքին զգացողություններից։ Այսինքն ես հիմա էլ եմ զբաղվում արևելյան մարտաձևով, 2 օր Muay Thai եմ մարզվում, 2 օր մարզվում եմ ուժային մարզումներ եւ 2 օր էլ մարզվում եմ վինոսլիվեսցիա արագաուժային վարժություններով եւ ստացվում է շաբաթը 5-6 օր փաստացի ես մարզվում եմ։ Օրկա 2 հարապունք եմ անում եւ իմ կարծիքով անձամբ իմ համար այն 5 դպրոցի ներկայացուցիչները սպորտի իրանք մի քիչ ավելի ներքին ինդիկատորների են լսում, հա, օրգանիզմի այսօր մի քիչ պարապել, վաղը նագրուսկեն շատ տալ, դա մեր մոտ ավտոմատ դրած է։ Խմիչքը վստահ եմ, որ ինքը պետք է ընդհանրապես խմիչքը հանել, խմիչքը ցանկացած պարագայում է սա օրգանիզմի բանը խախտում, հա, բայց ես կարծում եմ, եթե դու ավելի այդ 5 դպրոցի ներկայացուցիչն ես սպորտի, քո համար մի քիչ այս նոր գործիքները կարող է խանգարեն, կարող է շեղեն։ Դե եթե այդ տեսանկյունից նայենք, որ նշում ես արդեն արևելյան մարտարվեստ, քանի որ ես շատ խոր ուսումնասիրել եմ հենց հոգեբանությունը, որտեղ միշտ այդ մարտարվեստը շատերը ճիշտ չեն ընկալում, դա ավելի խաղաղվածության հետ գործոն է, նույնիսկ այդ պատերազմելու, այդ փոխկապակցված այդ գեղեցկությունը, ուտեղ մի խորը գաղափար կա, ինչով է դա հիմնավորված։ Ասում եմ, դու կարող ես ընտրել մենակ, որպեսզի պարզ լինի, քեզ հավասար թշնամու, ու այդ հին արևելյան բոլոր մարտարվեստների հիմքում ընկած այդ գեղեցկությունը ու դա ագրեսիայի որևէ ուժի հետ կապ չունի ու ես որ հետաքրքիր նույնիսկ մեր մանկության այդ բաներից մեկը սիմվոլներից այդ մարտի ու գեղեցկության Բրուս Լին էր, եւ ախ չգիտեմ հիմա շատ տարածված չի, հա։ Մենք նայում ենք, ապշում ենք նա այն հնարքները, որ անում էր, դա ֆիզիկապես ու միջև այսօր, եթե չեմ սխալվում, իր արագությունը ոչ մեկ չի գերազանցել, իր ուդարի այդ հարվածի արագությունը, եթե չեմ սխալվում, ոչ մեկ չէր գերազանցել, գոնե մի 10 տարի առաջ նայում էի, նույնիսկ այն սարքերով նկարահանման չէին կարում այդ արագությունը ֆիքսեին ու այդ մոտիկությունը ինքը կարողանում էր մեկ մատի հեռավորությունից նենց ուժեղ հարվածտար բան ու ես ինչ եմ ուզում ասեմ այո այդ ամբողջ արևելյան գաղափարը հիմնված է դա լինի սպորտաձև դա լինի մեդիտացիոն տեխնիկաներ ինքնաճանաչության վրա ու եթե դու այդ մակարդակում կաս բնական է քեզ ոչ մի արհեստականություն պետք չի ոչ մեկ պետք չի քո շնչառությունը հետևի կամ քո սրտի աշխատանքին ու եթե գիտես արևելյան այդ գուրուները իրանք սիրտնել են կարողանում երբ պետքա կանգնեցնել երբ պետքա կարողանում են շնչառական քնել տարբեր պայմաններում ու երբեք կողքի մարդը չի հասկանում այն որ անքնություն ունի ասում է ինչ ես անում ասում է բարձը դնում քնում եմ բայց այդ նույն բարձը ինքը դնում է պարկում է իր մոտ չի ստացվում ու չի հասկանում հենց այդ ներքին վիճակը ինքնաճանաչության որտեվ ինչ նշանակում ինքնաճանաչություն ամեն ասպեկտում սպորտը լինի սերը լինի որ դու ինքդ կառավարում ես քո զգացմունքները ցանկությունները ու քո մարմինը գոնե
ասում ես ու այդ վաղ դու գալիս ես երջանիկ վիճակի, ոչ թե քո սերը կառավարում է մի սիրած էակ, դու կախվածության մեջ ես իրանից, մարտը կառավարում է այս սարքը, կամ չգիտեմ, հանգիստը քունը կառավարում է կողքի դրելը։ Ոչ մի արևելյան գուրուի չի կարա ոչ մի դրել խանգարի, ինքը կարա նստի սարի գլխին, հա, նույնիսկ ջերմաստիճանը իրան չի խանգարում, ցանկացած ջերմաստիճանում տարիներով կարող է նստի, որովհետև ինքը տիրապետում է իրան ու իր ինքնաճանաչությունը ամենաբարձրն, ոնց որ ես ուրախ եմ։ Դե մենք չենք հասել, ես միշտ ասում եմ, ես քեզ գուրու եմ անվանում, որովհետև քո լեվելը բարձր է, էլի, բայց դե մենք ասում եմ, я не волшебник, я только учусь։ Իվան պատմում, ուրեմն տեքվոնդոյի տարիներին, երբ որ մարզվում ենք, դե մեր լրիվ տենց արևելյան տրադիցիաներով, որ տեքվոնդոն էլ օլիմպիական մարզաձև չէր, լրիվ տենց ինքնից մաքուր հենց կորեական տրադիցիաներն էր։ Մեր հավաքականը ընկերական հանդիպում ունեցավ King Box-ի տղաների հետ։ Դե King Box-ը էլի արևելյան մարտաձևից ծնված է, բայց արևմուտքում է ծնված։ Այնտեղ ավելի շատ ագրեսիվ է լինել, էտիկա, King Box-ը, ու մրցումների ժամանակ King Boxer-ները, մեր հակառակորդները, որոնց մենք տատամի մտնելուց հարգանքով խոնարհվում էինք, մարտը վարում էինք, հետո մարտից հետո մոտենում էինք, էլի խոնարհվում էինք, այսինքն մեծ հարգանք էինք ցույց տալի։ Իրանց կողմից ագրեսիա կար մեր հանդեպ, մենք չենք հասկանում, ինչ ագրեսիա է։ Նայում ենք մեր տրիներին, ասում ենք նորմալ է, օքեյ է, կարող է պետք չի այս խաղը այս ընկերական հանդիպումը անել ու հետո երբ որ արդեն ավարտեցինք մարզիչներով խոսում էին ես հարց տվել ես միշտ ինձ հետաքրքրել է այդ ամեն ինչ հա ինչ հոգեբանական վիճակում ես դու մարդ վարում մենք ուրիշ բանի ենք սովոր ու ես հարցնում եմ ասում եմ տղեկ ինչ եք ագրեսիվ մենք հիմա ընկերներ ենք միջև մարտնել էինք ընկերներ ու տատամին բոլորին հավասարացնում է դալիճը բոլորից հավասարացնում է ու այդ ժամանակ իմ համար շատ խորթ էր Բայց հիմա հասկանում եմ, որ արևմտյան, չէ, հիմա էլ նույն այդ բանի մարզիկները այդ ինչ են ասում, այդ ութանկյան, մի հատ բանից առաջ, մարտից առաջ գնում են, ծանոթանում են, նույնիսկ հենց այդտեղ է այդ ագրեսիան հելնում, չէ։ Նայ, sense գաղափար կա, ոչ թե sense գաղափար, պատմությունը արևելքը միշտ ասում է женственный ум у них, женственное сознание, ավելի շատ գիտակցություն։ Այնտեղ Եթե ուսումնասիրում ես արևելյան միջավայրը, սպորտը, դուշքից մարտարվեստը շատ հանգիստ է այնտեղ։ Ասենք եթե նույն բանը։ Արևելքը, արևմուտքը ավելի միշտ տղամարդկային ագրեսիվ է ու այդ ինչով է հիմնավորված։ Եթե արևելքում փոփոխություններ դարերով չլինեն, տենց պատմություն մեջ, այնտեղ ոչ մի թեմա չկա, դաժե փոփոխությունները այնտեղ բանա զարմանալի է, էսի շմա։ Այնտեղ որտեղ հանգիստ, կարևորը հանգիստը լինի, այդ միջավայրը հանգիստ է, ստաբիլ, այսինքն այդ женский տիպում է, այսինքն կինը կարա ընտանիքում էլ, բայց տղամարդը ընտանիքում արդեն իսկ նայում է ինչ կարելի է աշխարհը փոխել, բան կինը երջանիկ է, իր ընտանիքում իր երեխաների հետ, իր ամուսնու ներքին շատ մտածի հարևանի սիրածը կամ տղամարդը ով է եկե գնացե, բայց էլի այդ լոկալ բան տղամարդը ագրեսիվ է, ինքը ջարդում, կոտրում է, պետքա հասնեմ, ես չգիտեմ ինչ, ու դա անդրադառնում է եւ սպորտին, եւ գաղափարներին, ու եւ քաղաքականությանը տիպում է сознание, и мужской тип сознания։ Հիմա որ ասացիր ինսայթ վերա։ Փոփոխություն է ու սպորտի մեջ էլ է դա։ Սպորտի մեջ էլ է տնտեսության Չինաստանի զարգանալը, ասենց փափուկ, հանգիստ, Իրանով ալեցնում ամբողջ աշխարհը։ Արևմուտքը ավելի ագրեսիվ, ավելի այդ սպորտաձևերը շաուլի, կունգ-ֆու, նայում ես սպիպնդություն է, մարմինը ամբողջությամբ մկանոտ բան բայց ընենց նստածա ընենց խաղաղություն ես տեսնում, ընենց հանդարտություն ես տեսնում այդ ուժի մեջ, որը կանացի է։ Այսինքն ինքը խաղաղված նստած է։ Նույնը եվրոպական արևմտյան մեջ այդ ուռացրած մկանը, այդ խաղը ինքը չի դիմանում, ինքը պետք է 10 բանի ջարդի ու ապացուցի, որ ես տղամարդ եմ, ես հասնելու եմ։ Ու դա կապ չունի, հենց տղամարդը կարա ունենա женский տիպ ումա, դա կանացիության հետ կապ չունի, այդ որ դու քո դասընթացներին ասում ես այդ ծեները, դա շատ նորմալ է ու ամբողջ կյանքը, հասարակությունը ու աշխարհը հիմնված է
այդ կենտրոնների Երկու վրա էներգիաների վրա, հակառակ։ Համաձայնում։ Ու եթե չկա, ասում են ինչքան տղամարդ է ծնվում, նույնիսկ տղամարդիկ ավելի շատ են ծնվում, բայց արդեն 14 տարեկանում բան հավասարում է, որովհետև տղամարդիկ շատ են արդեն հիվանդություններից կամ այլ բանից, այսինքն այդ բալանսը պետք է լինի կյանքում։ Ու եթե աշխարհում կա արևելքը խաղաղված, իր հունով, այդ ամբողջ իր միջավայրով, պետքա լինի արևմուտքը, որ այդ բալանսը լինի։ Դեռ համաձայնում։ Ու տեղ է սերը ծնվում, որտեվ եթե տղամարդը կնոջ դրիվ հակադրությունն է, հա, բայց եթե չլինի այդ պոլյուսները, հա, հայերեն բևեռները, այդ գեղեցկությունը սիրո չի լինելու։ Համաձայնում, դեռ համաձայնում։ Ու այդ գիտես նույնիսկ ինչով է ապացուցված, դու ինձ կասես, որ դա տենց է, որ երկար ժամանակ տղամարդուկի նույնիսկ ընտանիքում իրար կողքեն, արդեն են որ սկսում է բանը, բայց հենց բևեռները մի քիչ հեռվանում են ժամանակի մեջ, տարածության մեջ, այդ ավելի այդ սերը կապը ավելի հետաքրքրանում է։ Ընտիր, այս մասով շատ կարևոր բան ունեմ ասելու։ Այս մասով Յունգն է շատ խոսացել։ Յունգը ասում է, որ մեր կյանքը ամբողջությամբ կառուցված է հենց այդ բևեռներից, հակադրություններից եւ մեծագույն ուժը ծնվում է այդ բևեռների նաեւ հաշտեցումից։ Դες դու շատ կարևոր բան ես ասում։ Ասում ես, երբ որ բևեռները իրար հետ շատ են մոտենում, դա խնդիր է ստեղծում։ Բևեռները պետքա հեռու լինեն, բայց դա շատ կարևոր պահ կա։ Հեռու լինեն, բայց հաշտված լինեն իրար հետ։ Այսա շատ կարևոր կետ է։ Այսինքն, երբ որ իրանք միանում են իրանք հատկությունները կորում է այդ բևեռի, հա, օրինակ պատկերացրա, որ գիշերն ու ցերեկը էլի բևեռներ են, ընդհուպ մոտենան այնքան, որ ոչ հասկանաս ցերեկա, ոչ գիշերա։ Կամ ասենք նույն տղամարդկային էներգիան ու կանացի էներգիան այնքան մոտենան, որ դու չտարանջատես, սա որն է։ Իրանք պետքա բավականաչափ հեռու լինեն, բևեռներում լինեն, բայց հաշտեցված լինեն, օրինակ նույն ամուսնությունը, սեռական հարաբերությունը, դրանք այդ բևեռների հաշտեցման այդ պիկն են, որտեղ գեներացվում է ֆանտաստիկ քանակի էներգիա, ու հենց այդ էներգիան ինքը ստեղծարար էներգիա է։ Միանշանակ, լրիվ Պատկերացնում ես, դրա համար ես ուզեցի քեզ լրացնեմ, որ այո, այդ բևեռների մեջ կա շատ մեծ ուժ եւ հոսանքներ է, չէ՞, պլյուսն ու մինուսը պետքա լինի, որ հոսանք լինի։ Թե բնական է։ Եվ նույն բևեռները իրար վանում են։ Ահա, Լավ, դրա համար շատ պետքա միշտ ամեն ինչի մեջ իր հական լինի, որ ամբողջ կյանքը տենց բալանսի մեջ է։ համաձայն։ Եթե արևելքը այսօր կանացի է, պետքա ինչ-որ մի բան արևմուտք լինի, տղամարդկային, ագրեսիվ, որ կյանքը բալանսավորված լինի ու այդ մասով գիտես ինչ, նոր այսօր ընկերներիցս մեկը հավատացյալ, հետաքրքիր ինքը իր ձևով ապրող տղա է, չեմ ուզում ասեմ ինչ ուղղությունը հավատքի, որտեվ բան է, ու ես իրան գիտես ինչ եմ ասում եմ, ես ամեն ինչի հետ կհամակերպեմ, բայց մի ճշմարտություն կա, պարզ ցանկացած հավատքի, ռելիգիայի կամ ասենք իրականության մեջ, այն որ մենք ամբողջը մի սկիզբ ունի, դա թե ֆիզիկան, թե հոգևորը, ամբողջը ապացուցած որ մի տեղից է ամբողջը սկսած ու դա կլինի Աստված, կլինի պայթյուն, կլինի ինչ-որ ստեղծագործական միջավայր հոգևոր, հա, ու եթե ես մի քիչ լոգիկայի մարդել եմ, չնայած այս ամեն ինչի մեջ լոգիկան չի աշխատում, բայց կա բան, եթե ամբողջը մի կետից է ու այդ փոխկապակցվածությունը կա, Աստված է ստեղծել պայթյունը, այսինքն ես ու դու եթե այս միջավայրի մեջ, այս իրականության մեջ ենք, պետքա հարաբերվենք ինչ-որ ձևով, կամ պլյուս մինուսով, կամ մեր էներգիաներով, կամ բան, մենք չենք կարող առանձին լինենք։ Ու շատ հաճախ, օրինակ քրիստոնեության մեջ ասում են քո թշնամուն, հա, ընդունի, որ խփում է, սենց արա, ամեն ինչ ընդունելի է։ Ասենք նույնը բուդդիզմի մեջ այդ թշնամուն ընդունելը շատ գեղեցիկ երևույթ է ու գիտես ինչ մեկնաբանվում է տենց որ դա քո հակառակ բևեռն է ու եթե դու դա ընդունում ես հա նույնիսկ այդ մարտական արվեստները որ արևելյան կան ընդ ոչնչացնելու մասին չի նրա սիրով են դրանք կռվում
հասկանում ես, սիրով են հաղթում։ Այո։ Ու միշտ այդ փոխհարաբերության մեջ տղամարդ կնոջ, նույնիսկ սեռական, հա, որ ուսումնասիրում են, հաղթողը կինն է դուրս գալի։ Ցանկացած սեռական հարաբերության մեջ, որ վերջում տղամարդուն նայես ու կնոջը, այդքան տեղը շահեկան չի, էլի տղամարդու վերջում։ Առաջ ինքը դե բնական է, սկզբի մասում հերոսա, թուրը կտրում է բանման, բայց վերջում ով է հաղթում։ Էլի կանացի էներգիան։ Հետաքրքիր է։ Լավ ջան։ Դենց է գեղեցիկը երևի, էլի։ Դու խոսքի մեջ ասացիր, որ դա լոգիկայով չի, տրամաբանության մեջ չի, ես ուզում եմ այստեղ մի փոքր կանգ առնեմ։ Մենք սովոր ենք առհասարակ, հատկապես տղամարդիկ, աշխարհը ընկալել լոգիկայով, հա, տրամաբանական շղթաներով, բայց նույն ճանապարհով գնում է նաև գիտությունը, չէ՞, մաթեմատիկան, ֆիզիկան, այդ գիտությունների ամբողջ հիմքը դա լոգիկան է։ Նույնիսկ այսպեսի խոսք կա առողջ տրամաբանություն, չէ՞, երբ որ դու մի հատ էլ sense պեչատ ես խփում, որ պետքա ստեղ առողջ տրամաբանություն լինի, այլապես այս թեզը չի կարա ճիշտ լինի, բայց կյանքի ամենակարևոր ճշմարտությունները ես կարծում եմ գտնվում են լոգիկայից դուրս, լոգիկայի սահմաններից դուրս, ու եթե մարդը պատրաստ է իր լոգիկայի այդ բանի տակից, ծանոթության տակից դուրս գա ու սկսի աշխարհը ճանաչել նաև զգայական մասով, ինտուիտիվ մասով, ինսայթների մասով, այդ ժամանակ ամենաբարդ ճշմարտությունները նոր իրան հասանելի կլինեն, իդեպ փոքրիկ իշխանը գրքում այսպեսի խոսք կա, չէ՞ որ ասում է ամենակարևոր բաները կյանքում աչքերով դու չես տեսնի։ Իհարկե։ Չէ, դե էդ էլ է ապացուցված Գրիգոր ջան, եթե հիմա ես խոսենք մենք սիրո մասին ու փորձենք տրամաբանության մեջ ուսումնասիրել մեկին, որը սիրում է, փորձենք ինչ-որ սիստեմներ մշակել կամ բան, ինչի ասում, упасть в любовь։ Չի ասում возвыситься в любовь։ Հայերեն մի քիչ ես ռուսերեն եմ շատ ռուսական կրթություն եմ, ինձ բարդ է, բայց չգիտեմ հայերեն ոնց է, սիրահարվել է ասում, մտե մի քիչ այն չի։ Բայց вообще սիրո մեջ ընկնում են, հասկանում ես, չեն բարձրանում։ Տենց գաղափար կա ու ասում է, դա լոգիկայից դուրս է, հա։ Ու տենց հումորով որ ասում են, որ տղամարդը սիրահարվում է, հա, ընկերները ինչ են ասում, արա էս ինչ ա եղել, կինը որ սիրահարվում է, սաղ շնորհավորում են, հա, ընկերուհիները հավաքվում են, ապրես, ինչ լավ աղջիկ ես, երջանիկ ես, մանման, բայց տղամարդը որ սիրահարվում է, տղեկով նստում են, ասում են, մի հատ սթափվի ատպեր ես, ուր ես ընկել, ինչ չեղավ քեզ աղբեր, լավ է, հա, ընկեր են կորցնում, ու տեղ տրամաբան ու ինքն էլ է գիտակցում, էս ինչ ա եղել իմ հետ, ինչի sense մի անգամից կյանքս փոխվեց ու որևէ տրամաբանության սահմանների մեջ չես կարող այդ զգացմունքը, հավատքը, դե արի հավատքը, ցանկացած հավատքում այդ մասը դեպի Աստծո սերը, հա այդ հավատքը չի կարող ինչ որ տրամաբանության, բայց հիմա գիտությունն էլ է շատ բաներ ապացուցում, նույն ասենք ֆիզիկայի մասով մարմիններ կան, որոնք որ ոչ մի տրամաբանության մեջ, հա, չեն մտնում իրանց ասենք պահվածքով կամ բան, եթե կա наблюдатель, հա, эти малые частицы ведут себя вообще по-другому։ Իսկ այդ չի կարա, այսինքն այդ ոչ մի ձև տրամաբանության մեջ, եթե դու նայում ես իրանց հետևում ես, դրանք լրիվ այլ պահվածք ունեն, չես հետևում, այլ պահվածք ունեն։ Այսինքն դա չես կարող սիստեմավորես, ու այո, ես իմ կյանքի փորձից էլ հասկացել եմ, որ ամենագեղեցիկը, ամենահետաքրքիր էս կյանքում պետքա լինի տրամաբանությունից մի քիչ դուրս նամանտ, որ ես արվեստագետի ընտանիքում եմ մեծացել ու միշտ այ հորս հետ որ զրուցում ենք, ասում է քո համար արվեստը ինչ է, ասում եմ ես արվեստագետ չեմ, բայց ես գոնե որպես գնահատող կարողանացել եմ գոնե իմ մասնագիտության մեջ, իդեպ ասեմ, որ գնահատումը դա հիմնական վեճերը այս ոլորտի մասնագետների կանոնն եմ արդյոք գնահատումը ճշգրիտ գիտություն է հաշվարկային, թե դա արվեստ է, հա, ու հետաքրքիր է այդ համատեղումն էլ հաշվարկային մասի ճշգրիտ
գիտության եւ արվեստի շատ հետաքրքիր է, բայց ըստ իս գնահատումը հանդիսանում է ավելի շատ արվեստ, ավելի շատ զգայական, ավելի շատ էներգետիկ դաշտում ընկալել, որտեղ շատ հաճախ իմ մասնագետները գնահատող բերում են օբյեկտ համադրելի տվյալներով, եկամտաբերության հաշվարկով, ամբողջը նայում եմ տրամաբանության մեջ է, տվյալները ճշգրիտ են, հավաստի են, բայց այն ներքին ձայնը, ներքին փորձը ու այդ ոչ տրամաբանության մեջի քո եսը ասում է չէ Լևոն, այդ արժեքը չի ներկայացնում։ Այո։ Ու նույնը այդ արվեստի գործերը շատ հաճախ նայում ես այդ նկարներին, Դա էլ եք դուք արվեստի գնահատում, ունեք դες գործերին, պրակտիկա։ ու այդ առանձին մասնագիտացում է պահանջում, ես դրան որտեղ պահանջարկը շատ չկա շուկայում, բայց ինչն է, ես գոնե կարողանում եմ գեղեցիկը արվեստը տեսնել շատ հաճախ, ու փոխանցվել է ինձ այդ գեղեցիկը տեսնելու, արվեստը տեսնելու ունակությունը ու կարծում եմ, որ դա էլ է մտնում հենց տրամաբանականից դուրս, տրամաբանությունից դուրս ու այդ հարցի պատասխանը ինձ դա արվեստ է, մեդիտացիա է, թե մարդու այդ վիճակն է Աստծու հետ կապող, դա պետքա լինի հենց ստեղծագործական process-ի այդ գաղափարը։ Նոր ստեղ զրուցում ենք ներքևը աշխատասենյակում ղեկավարի հետ, սփին ընկերության, ու ինձ ասում է ես այդտեղ ծաղիկներ եմ դրել, ինչ որ աճեցնում։ Ու ես այդ վիճակով հանգստանում եմ կամ զբաղվում եմ ինձանով, մնում եմ իմ հետ, ինքս իմ հետ։ Այսինքն ինձ թվում է դա էլ է որոշակի հոբի, որը որ մարդուն մոտեցնում է Աստծուն, արվեստին, այդ վիճակին, որը մի պահ քո ստեղծած կաղապարից, որ ես եմ, իմ կրթությունը է, ես այս հավատքի մարդ եմ, այս ասենք համայնքի մարդ եմ, բայց կարող է դա տենց է չի այդքան էլ։ Հետաքրքիր է, նայ, բիզնեսում առհասարակ իմ կարծիքով բոլոր իսկական հաջողության պատճառները, բանաձևերը իրան գտնվում են հենց տրանսցենդենտալ մտածողության մեջ, այսինքն այդ կաղապարից դուրս մտածողության մեջ եւ շատ կայացած ու հզոր գործարաններ, երբ որ իրանց հարց են տալիս ձեր հաջողության բանաձևը գաղտնիքը որն է, իմ կարծիքով իրանք միշտ ասում են այսբերգի վերևի մասը։ Իսկական պատճառը ոչ բոլորն են հենց իրանք անգիտակցաբար գործում այդ հաջողության պատճառը։ Քանի որ դու նույնպես այդ դաշտում ես ուսումնասիրություններ այս հարցերի պատասխանը փնտրում, ինձ քո կարծիքն է հետաքրքիր, որտեղ է քո եւ առհասարակ գործարարի հաջողության բազան, հիմքը, բանաձև չեմ ուզում ասեմ, որովհետև շատ արժեզրկված է, հա։ Գիտես ինչն է իմ դուրը գալի քո հարցերի մեջ, քո հարցի մեջ արդեն դու պատասխանել ես տալի, կարաս այս ոդկասթը մենակ անես կամ այս աթոռի հետ։ Լավ։ Գիտես ինչ, այո, դու արդեն պատասխանը տվեցիր, ուսումնասիրելով նույն փորձը, խոշորագույն բիզնեսմենների պատմությունը, արդեն բաց բուրգի հիմքը ուսումնասիրելով դու տեսնում ես, որ ամենագեղեցիկ եկամտաբեր գաղափարները, ամենահենքը բիզնեսի, ամենավճռական պահին ճիշտ որոշումը եղել է տրամաբանությունից դուրս քայլերի, որոշումների հիման վրա, որը ապահովել է ընկերության աճը, ընկերության հաղթանակը։ Դա ցանկացած խոշոր բիզնեսմենի պատմություն, եթե դու ուսումնասիրում ես, ստեղ ավելի շատ ինտուիտիվ այդ տրամաբանությունից դուրս քայլն է, որը որ այն հասարակության գաղափարներին, սիստեմներին, ամեն ինչին դեմ է ու ասում է աշխարհը տանում է առաջ հենց այդ միտքը, այդ գաղափարը, որը որ հիմնված է այդ ոչ նյութական ակտիվի վրա, որը տրամաբանության մակարդակից մեր ստանդարտ ուսումնական բիզնես սիստեմներից դուրս է, որ ճիշտ ասեմ, այո, իմ անձնական փորձից ելնելով էլ ես եթե հետ եմ նայում ես 25 տարիների մեր աշխատանքը երբ ես ծնվել։ Դեկտեմբերի 1-ին եմ ծնվել, հա։ Որ ինձ ասում են, որ այդ շատ
0112 1970 իմջած ես տվել եմ ուսումնասիրել են այդ հնդկական ֆեյշուի ոնց էր կոչվում դա վակու էր в общем կարող է շփոթվեմ հետաքրքիր գաղափար կա որ նաև ուսումնասիրում են մարդու թվերով թվագիտությամբ իր ունակությունները շատ խառը մարդ եմ նույնիսկ ասենք մի քիչ էլ վախենալու ու այդ թվերից ելնելով 01-ը 12 ու նաև այն օրը դու խոսում էիր որ մենք այն պերիոդների մասին որ հիմա ավարտվում է 9-րդ ցիկլի մեջ 9-րդ ցիկլը եւ նոր ցիկլ է սկսում որը որ կարծում եմ ինձ ու քեզ մեծագույն հաջողություններ է բերելու ու նոր սկիզբ է լինելու նաև ամբողջ աշխարհի համար ճիշտ ասած Գրիգոր ջան առաջ նման բաների որ կողքս խոսում էին ուղակի թողում գնում էի ասում էի սա մեր դասարանը չի ինչ թվեր ինչ էներգիա ինչ բան ես բայց վերջերս արդեն խոր ուսումնասիրել նույնիսկ իմ գրասենյակը որ մենք վերցրեցինք ես առաջի բանը որ գործառույթ արեցի մի հատ տվեցի որ համապատասխան մասնագետները ուսումնասիրեն ոնց է դասավորվելու մեր մասնագետները ինչ ձևով են մեկը մյուսի նկատմամբ նստելու ֆինանսական մասը որտեղ պետք է նստի եթե ընդամենը 3-4 տարի առաջ ինչ նմանը բան ասեին անշարժ գույքի ոլորտում ասեի ժողովուրդ ջան լուրջ բաներից խոսենք Համաձայն իդեպ նայ ես այսպեսի բան ասեմ իմ համար շատ կարևոր է ամեն մարդու այնպեսի խոցիպը արխետիպը որովհետև յուրաքանչյուր մարդ հաջողությանը հասնում յուրովի ես իմ ձևով դու քո ձևով իդեպ իմ ու քո հաջողության հասնելու ձևերը նման են ասեմ ինչի որտեղ երկուսս էլ մեկ արխետիպը ունենք իսկ մեկ արխետիպը այդ են մարդիկ են ովքեր պետքա նավատոր լինեն պետքա նոր բան ստեղծեն պետքա նոր քայլանեն իրանք պետքա իրենց հետևից տանեն մարդկանց իրանք պետքա ոլորտում նորություն ստեղծեն ու այդ տեսակի մարդկանց հաջողության գաղտնիքը կան մարդիկ ովքեր պետքա հաջողությունից առաջ այդ ամեն ինչը պատկերացնեն երևակայեն եւ դա կարա իրանց բերի հաջողություն կան մարդիկ ովքեր պետքա ուժով պայքարով ջանքով գնան հաջողության եւ կարա նույն արխետիպը երկու մարդու մոտ կրկնի հաջողության ոնց որ ասած մի քանի կանոն բայց երկու տարբեր մարդ երկու տարբեր արխետիպով լրիվ տարբեր ձևով պետք է հաջողության հասնեն միանշանակ ու այստեղ ես թույլ տուր նաև մեր ունկնդիրներին ասեմ երբ կնայեք մեր ոդկասթները կամ որևէ այլ հաջողակ մարդու կյանք երբեք մի վերցրեք ու մի ձեր կյանքում արեք այն ինչը այդ մարդու համար հաջողություն է բերել։ Կարող է ձեր արխետիպով դա լրիվ հակառակն է պետք։ Օրինակ 10 արխետիպը մի հատ հետաքրքիր հատկություն ունի, ինչքան շատ է այդ 10-րդ արխետիպը հանգստանում, այնքան ավելի լավ է իր գործերը լինում։ Ինքը պետքա ռելաքս լինի, ինքը պետքա վայելի կյանք, որովհետև 10-րդ արխետիպի հաջողությունը գալիս է ավելի առանց պայքար հանգիստ ռելաքս կյանքից։ Բայց 7-րդ արխետիպով օրինակ մարդը պետքա պայքարի, պետքա իր դեպքում հաջողություն։ Հետևաբար կրկնել այլ մարդու հաջողության բանաձևը ինքը կարա հակառակ էֆեկտ տա։ Բացի դա, մի բան էլ ասեմ, օրինակ կա, չէ՞, sense խոսք, որ ասում են, ես իմ սեփական փորձից եմ ասում, դրանով ոնց որ կշիռ են տալի այդ խորհրդին, էլի։ Իսկ ես կարծում եմ, երբ որ մարդ իր սեփական փորձից է ասում, առավել եւս դա պետքա չանել։ Միանշանակ։ Չէ, դե եթե նույն տրամաբանության մեջ է խոսանք, ասեմ ես, երբեք փորձը այն բանն է, որ անձնական է, նույնիսկ հոգևոր փորձը իհարկե անձնական է։ Երբեք Բուդդայի ճանապարհը չես կարող անցնել։ Իհարկե։ Հիսուսի ճանապարհը չես կարող անցնել։ Չգիտեմ, Մահավիրայի ոչ մեկի հասկանում ես, որտեվ հոգևոր մարդը կամ Աստված։ Ես իմ ցանկացած ճանապարհ յուրովի է։ Բոլորս աստվածային ենք։ Բոլորս մեր հոգևոր աճը պետք է ունենանք, բայց դու չես կարա անցնես մյուսներին, որովհետև գոնե այդ ֆենոմենը այս կյանքում նենց է, որ յուրաքանչյուր անձ կրկնությունը չի եղել, ոչ էլ լինելու է։ Որևէ այլ անձի միանշանակ համաձայն։ Դրա համար քո փորձը քոնն է ու ես այո լիարժեք համամիտ եմ, թե բիզնեսում, թե կյանքում նախ այդ անելու համար դու պետքա վստահ լինես ու նաև փորձես հասարակության, շրջապատի ճնշումներին դիմակայես, որովհետև
մշտապես բոլորը շատ լավ գիտեն, թե քեզ ինչա պետք, բացի քեզնից։ Դա փոքրուց սկսում է, ծնողները, հետո ընկերները, հետո վատ շրջապատը, հետո լավ շրջապատը, կինդ, այդ լողավազանում այդ տրեյներին, որ ասեց դա, որ ասեցի եսի ти не можешь сам, но можешь заставить ты президента, ասում а я подумал это жена։ Այսինքն կինը միշտ գիտի իր ամուսինը ինչ պետք է անի ու որ ուղղությամբ պետքա գնա, հա, ու բայց քո արխետիպը հնարավոր է այլ ուղի ունի ու այլ փորձ պետքա լինի, եթե դու այո, մարդ կա, պետքա ամեն օր մինչև 12:30 քնի։ Ու դու եթե այդ մարդուն, հա, իմ կյանքում եղել եմ, որ ես փորձել եմ իմ դիսցիպլինան փոխանցեմ իմ փորձը ինձ հարազատ մարդի, որ գիտես, առավոտ 5:30 պետք է արտանաս, հա, ես ինձ կորտրել եմ, հա, կան ժավռնկներ, կան մարդիկ սավա են, չէ, որ բայց ես ինձ կորտրեցի, ես գիշերներն էի աշխատում, կրթվում, բան, բայց հասկացա, որ բիզնեսի իրականության մեջ աշխատել գիշերը չի ստացվում կամ պարապել գիշերը չի ստացվում, ես փոխեցի իմ ռեժիմը 6-ից առավոտյան սպորտ, որ կարողանամ երեկոյան մինչև 12-ը, բայց դրա համար պետքա գոնե 10:30-11-ին դու քնես։ Բայց դա իմն է, իմ արխետիպին հարմար ապրելավոճն է, բայց կարող է Գրիգորին դա հարմար չլինի։ Մյուս արվեստագետը պետքա մինչև 4-ը քնի ու սկսի ստեղծագործել նոր երեկոյան ժամը 6-ից։ Ու դու չես կարա իրան մցնես այդ վիճակի մեջ, որտեվ նա կոտրվում է։ Նույնը մեր երեխաները։ Ես առաջ փորձում էի այդ դաստիարակության մեջ այդ դիսցիպլինաները մցնել, իմ փորձը, բայց տարիքի հետ հասկացա, որ դա վնասում է նույնիսկ դաստիարակության, կրթության մեջ ու շատ հաճախ այս տարիքում, որ նոր մասնագետների հետ շփվում եմ, բան փորձում եմ ավելի շատ իրանցից ստանամ, հասկանամ ուր են իրանք գնում ու այդ իր ճանապարհին իրան ուղղորդես ու օգնես, ոչ թե դու վերցնես մարդու կոտրես, հա, նույնիսկ իմ աղջիկը, հա, ինչ որ ձևով չի իրան տեսնում իմ բիզնեսի որևէ մի 21 կլինի շուտով, բայց ես առաջ sense տրամադրված էի, ասում էի, դե ոնց այսքանը արել եմ, դու պարտավոր ես, վաղոչենք, բայց հիմա շատ ազատ եմ նայում այդ ամեն ինչի։ Ինչ արխետիպ ունի, ամսկանցն ասում դա։ Ինքը էլի 01-ա, վատը է դա, էլի։ Դե լիզերա, ինքը պետք է իրանը ստեղծի, հա։ 01 ենք։ Հա, ինքը ճոմ ծնվել է երեխաների պաշտպանության օրը, ու էլի շատ հետաքրքիր արխետիպ է։ 6-րդ արխետիպի դեպ եթե ամսով ենք նայում, ամսով 6, հա, այդ վաճառքի արխետիպն է։ Վաճառողները հիմնականում Տագրի է, հենց էդ էլ առաջի ինքը գաղափարը, որ ինձ բիզնեսում տալիս է, վաճառքի հետ կապված է։ Իմ ավելի շատ կրթական վիճակն է, որը որ գիտական պրոդուկտ պետք է ստեղծել, բայց դե ինձ թվում է պետք չի խառնվել այլ անձի իրականությանը ու միշտ ասում է այն Ջայլբախտ ասում ենք не учите меня жить, лучше помогите материально։ Հասկացա։ Вот номер карточки։ Էտա հիմա Գրիգոր ջան, ուզենք թե չուզենք, բայց այդ ուժը պետքա քո մեջ գտնես, որտեվ այդ ճնշումները հասարակության, ընտանիքի, շրջապատի շատ մեծ է։ Պետքա կարողանաս քեզ գտնես ու չկոտրվես, որտեվ դա կարող է նույնիսկ ծնողի ճնշումը լինի ու այնց այդ քո ասացի գաղափարը, որ փորձը չի կարելի ներմուծել երկրորդի, հենց էլ կոչվում է օպիտ, должен быть свой։ Իհարկե։ Ու վերջ։ Նույնը հոգևոր կյանքում իմ համար միանշանակ է դա, ու ես ինչ հոգևոր գրքեր որ կարդում եմ, ուսումնասիրում եմ, ասում եմ, հա, լավ է, հետաքրքիր է, որպես ուսումնասիրություն, բայց դու տեսնում ես իմ ճանապարհը այլ է, ու իմիջիայլոց էդ էլ ասեմ, այս թեմայի շուրջ, ասում է շատ վատ է, եթե քո տեխնիկաները խառնես իրար, այսինքն ես դու ունես
կանացի արխետիպ ու դու փորձես տղամարդկային ագրեսիվ քայլերով փորձես ինչ-որ բան անես, դա կործանված է։ Նույնը հակառակը, եթե քո տղամարդու արխետիպ ունես այդ իրավիճակում ու փորձես կանացի լինես, էլի ամբողջ բալանսը կորում է ու հաջողություն չի լինում։ Ես նոր քեզ պատմում եի նաև տարբեր հոգևոր տեխնիկաների մասին, հա, տարբեր նույնիսկ չի կարելի համատեղել տարբեր տեխնիկաներ, պետք է քոնը ընտրես։ Իհարկե։ Որովհետև մեկը այս ճանապարհով է իր երջանկության հասել, մյուսը էս, տեխնիկաները տարբեր են։ Համաձայն եմ։ Կյանքում։ Լրիվ համաձայն եմ, մեկին մեկ, ու ես քեզ ասեմ ավելին, որ մարդը այս աշխարհը գալի իմ կարծիքով հենց իր սեփական ունիկալ փորձը ձեռք բերելու եւ այդ փորձը չպետքա երբեք կրկնօրինակում լինի այլ մարդկանց փորձի, այլ հաջողության պատմությունների։ Եվ ես այս նույն ճանապարհը հիշում եմ, որ այդ բանակից եկա, ընդունվեցի աշխատանքի որպես հաշվապահ, ես հասկացա, որ դա իմ ճանապարհը չի, դա իմ ծնողների ճանապարհն է, իրանք էլի տնտեսագետներ են։ Մի օրում որոշում եմ կայացրել այդ ամեն ինչը թողել եմ, մի օրում ինձ շատ մեծ կարիերա են խոստանում, որ դու շատ լավ հարկային իրավունքի մասնագետ կլինես, հաշվապահ կլինես, բայց ես թողեցի ու եթե չթողեի, իդեպ այդ թողելը երբ որ արել եմ, դա եղել է 2015 թվականին, եղել է իմ կյանքի առաջի ցիկլը, որովհետև այս կյանքի ցիկլերը ունեն երկու շերտ, մեկը ամբողջ մարդկությանն է վերաբերում, մեկը հենց անձամբ ինձ է վերաբերվում, դա պետք է հաշվել 1-ից 9, 9-ից 18 տարեկան, սենց, հա, եւ ես հին մասնագիտությունը թողել եմ հին ցիկլի մեջ եւ նոր ցիկլով նոր գործունեություն եմ սկսել, որի արդյունքում հիմա իմ կյանքի ամբողջ ինչ էս պահին կա, ինչով ես զբաղվում եմ, դա ստեղծել եմ հենց դրա արդյունքում։ Հետեւաբար ինքը շատ ճիշտ մոտեցում է, ու այդ եմ ասում, եթե քո փորձը դու չգտնես քեզ, այդ ինքնաճանաչության process-ը քո անձնականը չլինի, դա լուրջ խնդիրներ է ստեղծում ապագայի համար, որովհետև նույնիսկ եթե ցանկացած անձ վառում է քեզ, հասկանում ես, այլ անձի փորձը, որովհետև դա հնարավոր չի քեզ երջանկության բերի, որովհետև այն գործոնները, որի մեջով դու անցնում ես, ինչի են ասում, օրինակ, ասես մի հատ հարց տամ քեզ, այլ դու պատասխանի։ Ինչով է տարբերվում ապրող մարդը մեռած մարդուց։ ինչ լավ հարց տվեցիր։ Շատ մի հատ գործոն է, որ միշտ գործում է։ Մեռած ֆիզիկապես մեռած, թե մարդիկ կան, որ ապրում են, բայց էլի ինչով է ապրելու էներգիան հիմնավորված, այո, դու ինչով ես դու տարբերում։ Ապրելու էներգիայի առաջի ինդիկատորը դա ստեղծարարությունն է, այսինքն դու ինչ-որ մի բան ստեղծում ես այդ էներգիայի վրա։ Կյանքի շարունակականության մի շղթայի մեջ ես դու։ Այդ կյանքը շարունակվում է քո սերունդների ձևով, քո արած գործի մեջ, քո ստեղծած արժեքի մեջ։ Լավ, ես իմ կարծիքը ասեմ, ստեղծարարությունը բնականաբար ցանկացած գործունեություն, բայց երևի հարցս ճիշտ ձևակերպեցի, դա ապրելու տարբեր վիճակներ, վառ կյանք ապրելու, հետաքրքիր կյանք ապրելու ամենաանհրաժեշտ գործոնը դա կյանքի խնդիրներն է, խնդիրներն է։ օքեյ։ Ինչքան դու խնդրեմ մեռածես, չունես, խնդրեմ չունես, օքեյ։ ու դու պարտադիր չի ֆիզիկապես մեռած լինես։ Մենք լիքը ապրող մարդիկ ենք տեսնում, որոնք իրանք ստեղծել են իրանց կոմֆորտը, իրանց ոսկե կլետկան ու իրանց թվում է այդ իրանց ապահովվածության մեջ իրանք ապրում են, բայց իրանք, որ ասում են ժիվիե տրուպի, որովհետև որ ճիշտը խոսենք, դա կապ չունի դու ինչ ձևով ես քո անվտանգությունը ապահովել։ Մեկը ընտանիքով անում, մեկը փողով անում ու մարդը հայտնում է իր վիճակում, որ իրան թվում է ինքը վсё ապահովված է, ապահով վիճակում է, կոմֆորտ վիճակում է, փողը կա, տունը կա, մեքենաները կան, էլ ինչ է պետք։ Ոչինչ բան, դու մեռար։ Հասկանում ես, ու շատ մենք այն օրը այդ ֆիլմն էի նայում, Lamborghini ֆիլմը, բան, որ վերջում այդ սեղանի շուրջ ինքը ամբողջը ստեղծեց այդ մեքենան, չես նայել, հա, վերջում որ իր տղային է փոխանցում այդ ամբողջ իմպերիան, բան դու տեսնում ես, որ վերջ արդեն
ճիշտ է ինքը շատ ռիսկային կյանք ապրես, բայց հենց գայս ես այդ կոմֆորտ վիճակի, որ այսինքն այդ ոնց է այդ բառը վտանգը կյանքի կորումա միշտ վտանգի մեջ կյանքը զաշկալի վիճ հա պետք է խնդրեմ լինի կյանքում վտանգ լինի այ դու ինձ հարցեր տալի ասում ես երբ ես հանգիստ շնչում հանգիստ շնչել պետք չի պետք է անհանգիստ շնչել այս կյանքում որտեվ դու ինչքան մարդ անհանգիստ շնչում այդ վտանգի մեջ այդքան ինքը ավելի կենթանի է ինչքան մարդը էլ չի շնչում հանգիստ այն որ շունչն էլ չի դիտանում всё մեռար դու աղբեջ ջան ու ես կարծում եմ պետք է մարդու կյանքը վտանգի մեջ անցնի դժվարության մեջ անցնի այդքան ինքը ավելի գունավոր կլինի այդքան ավելի հպարտ դու կանցնես թեկուզ եւ հերոսությունների մեջով դժվարությունների մեջով ու ոչ կոմֆորտ կյանք օրինակ ես երբեք չեմ ձգտել այդ արհեստական կոմֆորտին որովհետեւ մի գաղափար կա որ մենք մենակ եկել ենք մենակ գնալու ենք ոնց որ Ալեքսանդր Մակեդոնացին որ վերջում ասում է թևերս գցեք դագաղից դուրս որ տեսնա հետս ոչի ման չեմ տանում բայց դա էլ շատ խորը փիլիսոփայություն լավ ես մի հարց էլ ես քեզ տամ մենք ունենք օրինակ Ջոբսը ով որպես գործարար ունեցել է ֆանտաստիկ հաջողություն բայց որպես մարդ այդ հաջողության համար վճարել է իր առողջությամբ եւ իր кյանքով դու ոնց ես մտածում արդյոք այստեղ Վիկտոր Ցոյները շատ лав մի հատ ֆրազա ունի ասում է у нас есть чем платить но я не хочу платить но я не плачу победы любой ценой но я не хочу да победы любой ценой ինչ ես կարծում դու առաջ դրանից հետո էլ ասում я не хочу платить за что-то էլի երկի հաջորդ մասում ես ուզում եմ քո հետ մնամ քո մոտ մնամ կնոջ խոսքը դիում но высокая в небе звезда зовет меня в путь հիմա мужской архетип լրիվ համաձայն եմ հիմա ստեղ քեզ ցոյի մոտեցումն ավելի հարազատ թե Ջոբսը վճարեց իր ամենաթանկով իսկ ցոյը ասում է մենք ունենք վճարելու բան բայց մենք չենք ուզում հաղթանակ ցանկացած գնով Որ ստրատեգիան է քեզ ավելի մոտիկ։ Ես պարզ ասեմ, քանի որ այդ ցոյի երկերը բոլորը անգիր գիտեմ ու հետաքրքիր է, դու ցոյից հարցեցի, այն օրը մեքենայից մեջ ցո էր միացրած, ասացի, տեստես այս քաղաքում մեկը, չնես կա մի հատ խումբ շատ լավ ցոյի երկերը երգում է ու շատ հաճախ Beer Academy-ում խմբի անունը ճիշտ ասած չեմ հիշում, այս բոլոր երկերը ցոյի երգում են։ Բայց ես պարզ ասեմ, այո, ցոյի մոտեցումը ու կյանքի ապրելավոճը դա իմն է Ջոբսը ես շատ եմ հարգում շատ խորը մարդ էր ու իրոք արժանի բիզնեսմեն բայց երևի իմ արխետիպը իրան այդքան մոտ չի համաձայն եմ ես էլ եմ նույն կարծիքը կիսում եմ որովհետև կան sense շատ եթե հասարակացնենք հա այս թեզը կարաս օրինակ չգիտեմ ինչ որ բան վաճառես քո առողջությունից քո օրգաններից ինչ որ մի բան վաճառես ու եկամուտ ունենաս բայց չի կարելի վճարել ավելի թանկ բանով ավելի էժան բանի համար եւ այստեղ նաեւ իմ մյուս սիրելի թեզերից մեկն եմ ես հաճախ համադրում որ մարդը հարուստային ժամանակ երբ փողից ավելի թանկ բան ունի միանշանակ ու ճիշտն ասած ես երիտասարդ տարիքում հորս հետ շատ իր հիմնական օպոնենտը ու բանավիճողը սաղ հարցերում ես էի այն вопрос война отцов и детей միշտ մեր մոտ եղել է ու մենք նստում ենք երեկոյան խոհանոցում որտեղ բոլորին խանգարում ենք մեր վեճերով ու կարող է ժամը 9:30 նստեինք երկուսով ու դուրս գանք 5:30 առավոտյան ինչ որ մի բանավեճից ու ամեն մեկս մնանք մեր կարծիքի բնական է այդ process-ում հայրս ինձ շատ բան տվեց ուսում տվեց հոգևոր ուսում տվեց գրականություն տվեց որը ինձ այսօր ինչ որ ուղու վրա է դրել բայց ամենահետաքրքիր բանը այն էր որ այդ տարիքում ես ասում եի Ինչ ես դու քեզանով այդքան զբաղվում, դու էգոիստ ես, ինչ ես քեզ այդքան սիրում առողջությանը, առողջ ապրելակերպը, գնա փող աշխատի, ինչ արվեստագետ ես, շոու բիզնես մտի, եւ սկսել են սերիալներ նկարել, հայրս մի սերիալում չնկարվեց, որ լավ գումար էր կարելի վաստակել։
ու չի հասկանում, ասում է դե գնա փող աշխատի ավելի լավ կլինի, լավ վիճակում կհայտնվենք, ու ինքը միշտ ասում էր, գիտես ինչ, չի կարելի առողջությունը կամ քո թեկուզ մտավոր առողջությունը, քո սկզբունքները վաճառել։ Թեկուզ եւ հիմա դժվար 90-ականներն է ու կարելի է սերիալ նկարելով փող աշխատել կամ ինչ որ բան անել ու այն վաղտ իմ համար դա շատ խորթ էր, բայց հետո ես հասկացա, որ այն տարիքում, որ ինքը ոտքով 70 տարեկանում կենտրոնից գնում էր Սևան առանց կանգառի հետաքրքիր օրինակ է։ ու ընկերները բոլոր Քանի ժամ էր։ ովքեր իրանց առողջությունը նվիրել էին փողին 12-14 ժամ գնում էր առավոտ դուրս էր գալի երեկոյան այնտեղ լուրերով կար հաղորդումը բայց հարցը դրանում չի ինքը մինչ օրս ինձ մի հարցով չի դիմել այսօր ինքը աշխատում է 3 աշխատատեղ ունի պահանջված մասնագետ է ու կարևորը առողջական իր վիճակը ու մտավոր, հա, միշտ 70-ից մարդիկ 47 թիվա, արդեն դե 80 ինչքան է։ 79 Հա, 79 է, դեռ 80 չկա, 47, բայց հարցը դրանում չի։ Հարցը նա է, որ այո, ինքը, այդ որ ասում ես, որն է ամենաթանկ կապիտալը, այո, ավելի լավ է առողջ մարմին, քան թանկարժեք առողջ ասենք կոստյում։ Ես էս էլ ասեմ ու մենք որ խոսանք միջև լույս խոսալու ենք արի հետաքրքիր մասում ավարտենք մեր հաղորդումը մի պատմություն կպատմեմ միջև դա ես ուզում եմ նաև լսենք մեր հանդիսատեսի կարծիքը ձեր համար որ մոտեցումն ավելի նախընտրելի պայմանական ջոբսի թե ցոյի եկեք անվանենք ջոբսի մոտեցում, ցոյի մոտեցում։ Մեր դեպքում երկուսս էլ ցոյի կողմնակից էինք, ուզենայի ձեզ լսեի, ձեր դեպքում ոնց է։ Հիմա այս հաջողության մեծ կոլտի դարում շատերը կարծում եմ կընտրեն ջոբսի մոդելը, տեսնենք, գնանք մեկնաբանություններին։ Դե դու որդում ես արդեն լավ կլինի իրանք ընտրեն։ Այո, ապրես, թողենք մեր ակումբի գաղափարն է, որ անկախ կարծիքները պետք է հնչեն, հենց որ սպասենք։ Okay։ Որ նշեցիր ամենակարևորը մարմինն առողջությունական մեքենան է, ես մի ընկեր ունեմ, այս վերջում հանդիպել էինք, նոր մեքենա էր ձեռք բերել, շնորհավորեցինք, բան, sense։ Բայց ինքը ունի մոտավորապես մի երևի 70 կիլո ավել քաշ ու դժվարությամբ քայլում է, դժվարությամբ նստում է, դժվարությամբ շնչում է, շատ դժվար է տեղաշարժվում, մի տարիքի են կարելի ասել։ Ու ես անկեղծ նայում եմ իրան ու ես իրան էլ եմ ասել դրա համար հիմա խոսում եմ այս թեմայից ես չեմ հասկանում այդ մոտիվը երբ որ քո ամենակարևոր մեքենան դա քո մարմինն է ու քո ջանքը կարաս համատերես օքեյ բայց քանի պետքա դու ընտրես կամ նա իմ կարծիքով պետք է առաջին տեղում դա դրվես ինքն մարմինը պետքա լինի առաջին տեղում ու այս պարագայում ես իմ ընկերոջը չհասկացավ իրան էլ դες իմաստ էս մեքենան առնելու եթե դու ինքը հիմա ասենք չգիտեմ այս քաշը հազիվ ես հոդերիդ վրա տանում էլի գիտես ինչ Գրիգոր ջան դա էլ մենք դրան անդրադարձանք ասում ես փողը եկամուտը ու կապիտալը բացի աշխատելը հիմա համակարգը աշխատելու շատ միջոցներ կան տեխնիկաներ կան ու որ ստացվում է քո մոտ հա նաև պետք է այդ կուլտուրան, այդ ինտելեկտը հասկանում ես, որ որտեղ կիրառես ու քո օգուտները, ասենք կարողանաս օգտագործել։ Ու այո, ցավոք, հիմա ես տարբեր հասարակությունների հետ շփվում եմ միջազգային իմ գործընկերների, հիմնականում այն մարդիկ, որոնց կարողանում են բիզնես անել, փող աշխատել, առաջին ներդրումը, որ անում են այդ աշխատած գումարով ոչ թե մեքենան է, այլ բնակարանը, այլ իրանց առողջությունը, իրանց ասենք բժշկական ստուգումները, իրանց առօրյան դիսցիպլինաները ու շատ հաճախ, որ ես ինքս էլ հորս այդ սկզբունքներից ելնելով, հիմա որ ասեն, գիտես ինչ, արի այսօր մի ժամ, 2 ժամ ավել մնա, ավելին եկամուտ կլինի, բայց առավոտը քո պարապմունքը չի լինելու կամ
չես քնի ժամը 10-ին, Այո։ ես ասում եմ շնորհակալ եմ, ուրեմն այս գործից հրաժարվում ենք։ Ես էլ համաձայն եմ։ Ու չեմ ափսոսում դա, որտեվ ասենք ամեն դեպքում մի քիչ ինտելեկտի եւ կուլտուրայի հետ կապված կան մարդու համար բավարար ապրելու միջոցներ։ Կարծում եմ, չգիտեմ, ասենք 1 մեքենա, 2, 5 կամ ասենք նույն քո առօրյա ուտելիքը պետք է 1 բաժին լինի, չի կարելի 8 բաժին ուտել կամ ասենք 20 կոստյում ունենալ, հա։ 2 կոստյում տղամարդու համար ընդհանրապես ես չեմ հասկանում տղամարդու ես ված չեմ հետևում եմ իմ հագուստին, բայց ասենք մի ջինս ունենաս, մի ասենք կանացի գարդերոբը հասկանալի է, խնդրահարույց է, հա, որ կարող է միշտ նեչև ածեց գաղափարը լինի։ Բայց տղամարդուն 2 հատ մաքուր մայկա լինի մի շաբաթվա համար, հա, բավարար է, որ մի հատ է վերել։ Ես մեկ-մեկ ասենք, չգիտեմ, էլի տղամարդիկ ասենք շոփինգի մասով ինչա ոչ մոդան, իմջած այն օրը մի նյութ էի նայում, ֆիլմի մեջ էր թե չէ 50 տարվա առաջվա ֆիլմ էր, նայեցի ասում եմ ու կին ու տղամարդ էին կնոջ հագուստը նայում ես ասում ես ոնց է փոխվել մոդան, բայց տղամարդու այդ նույն կոստյումով կարելի էր դուրս գալ հիմա դուրս ու մեկը քեզ ուշադրություն չէր դարձնի, որ դու ոչ ժամանակակից հագուստով ես, եթե չխոսանք պրոֆեսիոնալ այդ ոլորտի մասնագետների մասին, այսօր մերը այդ է ուզում եմ ասեմ, այդ ցանկությունները ինչից սկսեցինք այս զրույցը, որ կարողանաս տիրապետես գոնե քո բոլոր ցանկությունները կառավարես, դա էլ է բերում նրան, որ բալանսավորում ես քո առողջականը, միտքը ու հոգևորը։ Եթե դիսբալանսը չեղավ, եթե դա բալանսը չկարողացար կարգավորես, քո մոտ արդեն շատ ուտելուց բնականա սխալ մարմինա ձևապկերվում։ Շատ աշխատելուց խնդիրները առողջության հետ կապված, ասենք էսթետիկ ոչ վատ միջոցառումների գնալուց արդեն փչանում է քո ամբողջ ասենք գեղեցիկը տեսնելու գաղափարը, դրա համար ես օրինակ այն կոչն եմ անում երիտասարդներին, նաև իմ շրջապատի մարդկանց, որ ֆինանսը դա միջոց է քո կյանքը գեղեցկացնելու։ Այո։ Ու հավատա ինձ ես շատերի հետ եմ այսօր առնչվում հենց այն մարդկանց, որոնք խոշոր կապիտալի են տիրապետում, շատ քչերը կան, որ ես իրանց աչքերում խաղաղվածություն, բալանս եւ երջանկություն եմ տեսնում, որոնք որ ապրում են այս կյանքը։ Այո։ Ես անուն չտամ, էդ էլ բանան եմ, այդ պատմությունը մերոնք գիտեն էլի մեր ընկերությունում մի ծերունի կա շատ մեծ կապիտալ ունի, հա գալիս է իմ մոտ, հա խորհրդատվություն բան ու խնդիրներ ունի բանկի հետ կապված ու արդեն այն տարիքում է որ առողջական է լուրջ խնդիրներ ունի։ Ասում եմ ու խոսքը գնում է, ասենք այն կապիտալի մասին, որ գերազանցում է, ասենք տասնյակ միլիոնները օբյեկտներով էլի ռեալ, տեսնում եմ ինչ կապիտալ ունի, անշարժ գույքի, ասում եմ լսի, արի այս օտարի այս գնով, մի անգամից համ այդ խնդիրները կվերանա, որ քեզ ստրեսի է բերում։ Հա, չէ։ Համ հարցը կլուծես այդ բանկի հետ, ասենք կոպիտ ասած, քեզ մնացել է ապրելու մի 5 տարի, մի 4 տարի։ Ինչ ես ուզում այդքան կապիտալի մեջ ստեղծած, Համաձայն եմ։ այդ 4 տարին ապրել այդ մտածմունքներով, այդ խնդիրներով, այդ խնդիրներով, որը որ քեզ սաղ շրջապատում են, արի հրաժարվի այս, ոչ թե հրաժարվի շուկայական միջին գնով կամ լիկվիդային գնով վաճառենք, քո խնդիրը լուծվի, Այո։ քո խաղաղվածության ու քո առողջության, բայց չես հասկանում, մարդիկ կպնում են դրան ու այդ մրցակցության ֆինանսական այն մասը չի ավարտվում ոչ մի տարիքում էլի ինձ թվում է դա անառողջ մի քիչ վիճակ է մարդու համար ու հանգիստ չի այդ մարդը երբեք այսօր ես քո հարցին այն գլոբալ պատասխանեմ ես միշտ հանգիստ եմ շնչում նույնիսկ խնդիրների ժամանակ փորձում եմ ավելի հանգիստ շնչեմ որտեվ ավելի ապրում եմ ավելի առողջ ողջ եմ
Լավ։ Դե ես շատ կարևոր պահին մենք ավարտենք մեր ոդքասթը եւ այդտեղ թողենք հետագա այսպես ասած վերլուծությունների, կարծիքների, հարցերի, քննարկումների եւ մենք ունենք երկու այսպես ասած հնարավորություն մեկ սուրճի իմ հետ, մեկ ընտրիկի լյով հետ։ Իդեպ չենք բացառում, որ կարող է սուրճին լյովն էլ ներկա լինի, ես էլ ներկա լինեմ ընտրիկին։ Արի ընթրանացնենք, եւ որ ասում է Կպցնենք պլաչու իրար, զավսեխիա։ Հա, Կպցնենք այդտեղ դու իրար։ էլի կշահես։ Հուսով եմ։ Եթե կոֆե աուսուչի սուրճել։ Չէ։ Դե, ինչ հանդիպում, սպասում եմ ձեր մեկնաբանություններին, մենք մի շնչով երևի ժամ ու կես, ժամ 20 րոպե շփվեցինք, լյովի հետ կարելի է անվերջ խոսալ, անվերջ շփվել ու ես շատ ուրախ եմ, որ մեր այսօրվա ոդքասթը դուրս եկավ գործարարության, դասական գործարարության սահմաններից, որովհետև այն ինչ մենք խոսում ու քննարկում ենք, երբեմն սա ավելի կարևոր է ու սա ավելի պետք է գործարարին ու այն մարդուն, ով հասել է մի հատ կյանքի этаպի, որտեղ իրան նոր իմաստներ է պետք, նոր իմաստներ է հետաքրքրում, ոչ թե միայն կապիտալ, ու եթե նկատում եք լյովը ինքը որպես տեսակ, որպես գործարարի տեսակ, ինքը հենց պինդ կապիտալի աշխարհից է, այսինքն ինքը քարի, նյութի, շենքի, մետաղի շոշափելի կապիտալի աշխարհից է եւ տոնկը տվյորդը, հա, այդ պնդի եւ նուրբի բալանսը մեր դիալոգի մեջ առկա է եւ գաղափարի իմաստով եւ բիզնեսի իմաստով։ Դե լավ ջան, մերսի որ եկար, շատ Ես եմ շատ շնորհակալ լավ Գրիգոր հանդիպում ջան, էր։ իրոք ես մեծ բավականություն ստացա ու իրոք մեդիտատիվ շփում էր, որտեղ մի պահ այո, առօրյա հոգսերից էլ Ամենից կտրվել ազատվեցի։ էինք, համաձայն։ Հուսով եմ եւս մեկ հանդիպում կնախատեսես մյուս տարի։ Այո։ Հարգանքներս։ Գրիգոր ջան, շնորհակալ եմ։ Դե, մինչ հանդիպում, մինչ մեր հաջորդ ոդքասթները։